Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Այսօրվա իմ զրուցակիցը բանակցային գործի մասնագետ կոնֆլիկտաբան CM Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է։ Շնորհակալ եմ պարոն Մարտիրոսյան հրավերս ընդունելու համար։ Վաղուց չենք խոսել, իհարկե շատ թեմաներ կան կուտակված, բայց ուզում եմ սկսել մեր զրույցը հայտնի Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունից, որը այսպես մեծ աղմուկ առաջացրեց, սկսեցին առիթ տվեց, որպեսզի նորից Հայաստանի իշխանությունները եւ իշխանամերձ շրջանակները խոսեն հիբրիդային պատերազմի դեմ պայքարի մասին։ Հիշեցնեմ նախ հեռուստադիտողին ինչ էր ասել Վլադիմիր Սոլովյովը։ Նա ասել էր. մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով։ Մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում, քան Վենեսուելայում։ Հայաստանը կորցնելը շատ մեծ խնդիր կլինի։ Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում եւ մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները։ Խաղերն ավարտված են թքած միջազգային օրենքների եւ իրավունքների վրա։ Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով չենք կարող նույնը անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում։ Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինը, որոնք են մեր ազդեցության գոտիները եւ ամեն ինչ հասկանալի կլինի, ասել է Սոլովյովը։ Սկսվեց մեծ աղմուկ, իհարկե դատապարտելի է ոչ միայն Սոլովյովի, այլ առհասարակ որևէ արտաքին որևէ դերակատարի պրոպագանդիստ լինի, թե եվրոչինովնիկ կամ Թուրքիայի արտգործնախարար, որևէ մեկի միջամտությունը անընդունելի է։ Բայց ուզում եմ այս աղմուկը թողենք մի կողմ, հասկանանք ում էր ուղղված Սոլովյովի այդ հայտարարությունը, ինչ նպատակ ուներ, ինչ կապ ուներ բուն Կրեմլի հետ կամ այսպես ասած Վլադիմիր Պուտինի հանձնարարությունն էր կատարում, թե իր էպատաժային կերպարի կարծիքն էր արտահայտում, ինչ էր սա։ Դե տեսեք, սկզբից պետք է մենք հասկանանք ինչ նկատի ունեն մարդիկ, որ ասում են հիբրիդային պատերազմ։ Շատ են օգտագործում այդ տերմինը, բայց ինձ թվում է, որ շատերը չեն էլ հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Վերջերս էլ լսում էի Ստեփան Սաֆարյանին, ոչ սահմանումը տվեց, ոչ էլ հասկանալի էր ինչի մասին է խոսքում։ Եվ հստակ սահմանում կա հիբրիդային պատերազմի, այդ սահմանումը դե նախկին խորհրդային տարածքում առաջինը Վալերի Գերասիմովն էր, ուրեմն գենշտաբի պետը Ռուսաստանի 2013 թվին ելույթ էր ունեցել, հետո այդ ելույթը հրատարակվեց, բայց միջև այդ Ջեյմս Մետիսը, գեներալ Ջեյմս Մետիսը Միացյալ Նահանգների եւ դոկտոր Ֆրանկ Հոֆմանը մի հոդված էին գրել, հետո գիրք գրեցին դրա շուրջ 2006 թվին, որտեղ սահմանումը տված է հիբրիդային պատերազմի։ Եվ հիբրիդային պատերազմը բաղադրիչները ունեն նաեւ ռազմական մաս։ Այնպես չի, որ ռազմականից դուրս կա հիբրիդային պատերազմ, այսինքն ռազմականին ավելանում է հոգեբանականը, կիբեր եւ այլ միջոցները, հա, այդ կոմբինացիան է, որ տալիս է հիբրիդային պատերազմ, բայց առանց ռազմականի չի դիտվում դա որպես ռազմական պատերազմ, բայց հետո սկսեցին օգտագործել դա 16 թվից Ռուսաստանը Միացյալ Նահանգների ընտրություններում իբրև խառնվելը եւ այլն կոչեցին նաեւ հիբրիդային եւ այլն, բայց դա կապ չուներ զուտ ուրեմն սահմանված բանի հետ, հա, տերմինի հետ։ Մենք պետք է հստակ հասկանանք ինչ նկատի ունեն մարդիկ, երբ որ ասում են հիբրիդային պատերազմ։ Դա Բրիտանիան չէ առաջինը կիրառել նաև այդպես են։ Նույն չի որ չէր կիրառվել մինչև 2006 թիվը իմ կարծիքով Մետիսը հենց Լեբանոնի պատերազմը, հենց Հեզբոլայի վրա պատերազմի նկատի ուներ, երբ որ ուրեմն նույնիսկ ռազմական ուժը, որը կիրառվում է, նրանք ուրեմն ոչ ռազմական համազգեստ ունեն, ոչ զինանշաններ ունեն, հա, այն ինչ որ Ռուսաստանը արեց Ղրիմում 14 թվին, հա, բայց դա ռազմական բաղադրիչ էր, հասկանալի է, որ դա հիբրիդային էր, հենց հիբրիդային դա իսկական հիբրիդային պատերազմը հետ էր։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական միջոցներին հիբրիդային պատերազմի, այդտեղ սանկցիաներն են, բլոկադան է եւ այլն եւ այլն։ Պարզ է, որ մենք խոսում ենք այստեղ որոշ քաղաքական գործիչներ եւ մասնագետներ, էքսպերտներ խոսում են եւ ասում են հիբրիդային պատերազմ Ռուսաստանի նկատի ունենալով։ Պարզ է, որ իրանք միջև վերջ տեղը չեն բերում դրա։ Ոչ միայն իրանք, նաեւ Կայա Կալասը եւ շատերը խոսում են հիբրիդային պատերազմ, բայց ինչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ։ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում Հայաստանի դեմ։ Բլոկադա կա,
կարող են խոսել ինֆորմացիոն ինչ-որ փուլի մասին, կարող են խոսել քաղաքական ինչ-որ բաների մասին, բայց դրանք էլ հստակ ձևավորված չեն։ Հիմա ով խոսում է իշխանությունների դեմ, նա փաստորեն պրոռուսական է ու անմիջապես պիտակավորվում է որպես հիբրիդային պատերազմ։ Ինչու՞, որովհետև դա շատ լավ վաճառվում է արևմուտքում, դրա համար փող են ստանում, 15 միլիոն գնացից ստացան հիբրիդային պատերազմի դեմը առնելու համար։ Դե հո միայն դա չէ, ուղղակի 15 միլիոնը հայտարարվեց հիմա, Դե հա։ ընդ որում Կայակալասը իրեն ապահովագրեց։ Ինքը շատ լավ հասկանում է, որ դա միջամտություն է մեր ներքին գործերին, եւ ինքը ասում է Հայաստանի իշխանությունների խնդրանքով իրենք խնդրանք են գրել, Մոլդովայի օրինակով աջակցել եւ մենք դա անում ենք։ Կալասը ասել է, իրենք իրենց ապահովագրել են։ Մենք չենք։ Ձեր իշխանություններն են խնդրել։ Մեր իշխանությունները հիբրիդային պատերազմը շատ անգամ չեն ասում ով է այդ հիբրիդային պատերազմը ով է վարում մեր դեմ, բաց է թողված, հա, այդ չեն անվանում ով է այդ պատերազմը Փաշինյանը ինքը չի ասում։ Հա, դե պարզ է։ Ալեն Սիմոնյանը ասել է, բայց Ռուբեն Ռուբինյանին երբ որ լրագրողը հարց տվեց, ասեց Ալեն Սիմոնյանը ասում է Ռուսաստանն է դա հիբրիդային պատերազմ վարողը, ինչի չեք ասում, Ռուբինյանը ասաց, դա Ալեն Սիմոնյանի անձնական կարծիքն է։ Հա, լավ, անձնական կարծիքները մի կողմ, երկրորդ կողմը այդ ուրեմն ոնց է օգտագործում, ներսում պարզ է, ես ասեցի, ով որ կառավարության դեմ է, իշխանության դեմ է, անմիջապես սպիտակավորվում է, հա։ Դե պարզ է, որ ընտրական տարի է, ինչպես կարելի է այդ ամենը օգտագործել ներսում, հա, որպեսզի համ զայրույթ լինի բնակչության հակառուսական այդ թեման նորից խաղարկվի։ Երկրորդը շատ կարևոր պահ երևի մեզ համար նայում է, որ մեր իշխանությունները միջև վերջ չեն էլ որոշել, իրանք համ օրենք են ընդունում, որ Եվրոմիությունում պետք է հայտնվեն, համ Փաշինյանը ասում է մենք եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նպատակ չունենք։ Ոչ էլ ՀԱՊԿ-ից։ Ոստեղ հասկանալի չի, հա, ասենց ինչ որ անորոշություն է։ Եվ դա բնորոշ է Փաշինյանը, ինքը սիրում է անորոշություն տենց բանանի, որ կարողանա տարբեր տեղեր, տարբեր բաներ խոսի եւ այլն եւ այլն։ Հիմա հասնենք Սալավիովին։ Նախ պետք է հասկանանք կոնտեքստը։ Երբ է ասել, ինչու է ասել։ Ասել է Վենեսուելայից հետո։ Այսինքն Վենեսուելայից հետո, չնայած ինձ համար դա շատ շուտվանից պարզ էր, որ այն միջազգային համակարգը, որի մասին խոսում ենք, Յալտա-Պոցդամը 2008 թվականից հետո սկսել էր ապրել իր փլուզումը եւ եկանք հասանք դրան, որ հիմա բոլորը խոսում են նրա մասին, որ չկա այդ համակարգը, չկա, համակարգը չկա, միջազգային օրենքը չի գործում։ Եվ այդ կոնտեքստում Սալավիովը խոսում է իբրև ռուսական կայսրական այդ ինքն էլ իր ռադիոյի լսարանը ինքը շատ լավ պատկերացնում է, ավելի ծայր, ավելի կոշտ ինչ որ դիրքերից։ Եվ դրա համար ինքը իհարկե ասում է այն, ինչ որ պետք է ականջահաճո լինի։ Բայց բացի դրանից Սալավիովը հասարակ լրագրող չի։ Նա իհարկե մուտք ունի ուրեմն իշխանական ինչ որ բաների շփումներ ունի, նույնիսկ առաջի դեմքի հետ, հա, ուրեմն շկանշաններ է ստանում եւ այլն եւ այլն։ Այնպես որ ինքը հասարակ բան չի, ինքը ռոպագանդայով է զբաղված եւ այդպես էլ կոչում է ինքը իր այն հեռուստատեսության ծրագիրը ուժ գշերվա որ լույս է տեսնում։ Ուրեմն եւ ինքը իմանալով որ այդպիսի խոսակցություններ էլ կան, մենք ինչ Ամերիկայից պակաս ենք, մենք էլ ունենք մենք ազդեցության գոտին եւ ուրեմն մենք մեր ազդեցության գոտում պետք է նույն ձևով վարվենք, նույն ձևով մեր շահերը պաշտպանենք։ Այդ ինչի մասին է նա խոսացել։ Հիմա ինչ վերաբերվում է Հայաստանին, իհարկե այդ կոնտեքստում ես ճիշտ ասած կա այստեղ վրթվելու բան, հա, որ ինչու ես դու Հայաստանը դնում նույն բանի տակ, հա, ոնց որ նախ եւ առաջ դեր այդ թշնամանքը չկա ոնց որ երկրորդը այդ ասելուց դու պետք է հասկանաս դա ինչպես կօգտագործվի հենց Հայաստանի ներսում իշխանությունների կողմից թե Ռուսաստանի դեմ թե ընդդիմության դեմ, հա, ես չգիտեմ ինքը այդպիսի հաշվարկներ արել է, չի արել կամ ասել է ուղղակի որովհետև գիտի որ դա ականջահաճո է, լսել է որ շատերը խոսում են դրա մասին, այդ ճիշտ անում Թրամփը իրենց ազդեցության գոտում ինչ միջոց կա կիրառում է որ իր շահերը պաշտպանի ու դա ճիշտ է, մենք էլ պակաս կայսրություն չենք։ Թքած ունի Թրամփը միջազգային իրավունքի վրա, ասում է պետքա Վենեսուելան վերցնում է, հիմա Գրենլանդիան վերցնում է։ Եթե մեր ուրեմն մենք հիմա մի քիչ հեռանանք այդ ռուսական եւ այլ, եթե սկզբունքային օրեն մեր
արևմտամետ այսպես կոչված մտավորականները, քաղաքական գործիչները եւ այլն, իրանք այդ դիրքերից են, այդ սկզբունքներն են պաշտպանում, իրանք պետք է նույն ձևով վրդովմունք հայտարարեին, երբ որ Վենեսուելան պատահեց, որովհետեւ Եվրոպայում շատերը վրդովված էին դրանով։ Բայց մենք չլսեցինք մի ուրեմն թթու խոսք այդ դաշտից Միացյալ Նահանգների ուրեմն հասցեին, այո։ Չլսեցինք դա նույնիսկ երբ որ Թուրքիայի արտաքին գործոց նախարարը դե չասեց բացահայտ, որ մենք աջակցում ենք Փաշինյանին, բայց իր բառերից այդ հասկանալի է։ Ինքը արդեն համարեց, որ ընտրությունները եղել է Ֆիդանը։ Այո։ Եվ Փաշինյանը ընտրվել է ու իրանք ողջունում են։ Որ սա է խաղաղության ուրեմն, եւ մենք աջակցում ենք խաղաղություն, դե փաստորեն աջակցում ենք Փաշինյանին։ Այո։ Դա չհամարվեց որպես ներքին գործերում խառնվել եւ այլ։ Կայա Կալասի հայտարարությունը։ Դե հա, բայց տեսեք Փաշինյանի համար դա կարևոր չի։ Իրան իշխանությունը պահելու համար ինքը հասկանում է, որ եւ այդ վախերը ունի, այդ վախերը մենք տեսանք նաեւ վերջերս հրատարակված ինչ որ մասեր զեկույցից, Հայաստանի հետախուզական բանը, ազգային անվտանգության ազգային հետախուզական ծառայության։ Այո, այդ զեկույցը։ Այդ զեկույցը ինչի մասին է։ Այդտեղ էլ էր հիբրիդայինի մասին, հիմա առանձնացրել եմ։ Իրենք ասում են Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները։ Հիմա եթե մենք հեսա թրիփից խոսելու ենք, մենք կասկած հայտնենք, հարցեր բարձրացնենք, մեզ մեղադրելու են հիբրիդային պատերազմ մղելու մեջ։ Այո, ես դրա մասին եմ գործակալ, Կրեմլի գործակալ, չգիտեմ, ինչ ասեք։ Շատ հեշտ է պիտակավորել, դա նպատակը է դա։ Իսկ արդյոք հեղինակները ձեկուցի ծանոթ են, ես չեմ ասում Գերասիմովի հոդվածի հետ, այլ Ջեյմս Մետիսի գրքի հետ, որտեղ սահմանումը տրված է հիբրիդային պատերազմի։ Ինձ թվում է ոչ։ Իրանց այդ սահմանումը պետք չի, իրանց պետք է ասել այն, ինչ որ իրանք ուզում են փաթեթավորել, որպեսզի հեշտ լինի պիտակավորել։ Մեկը խոսեց իշխանությունների դեմ, քննադատեց քաղաքականությունը, անմիջապես կարա պիտակավորվի։ Այդ է իրանց նպատակը։ Այդ թե ինչի մասին է խոսքը գնում։ Եվ իհարկե Սալավյովը, կրկնեմ այդ միտքս, ես չգիտեմ ինքը գիտակցաբար է արել այդ, չի մտածել, այսինքն լավ, ես ասեցի ոնց է դա ինչ արձագանք կարող է դա ստանա Հայաստանում խոսքի օրինակ, որովհետև շատերը նույնիսկ իր այդ բառերը, որ դուք կարդացիք, հենց ցիտեցիք, հենց այդ ձև չեն էլ կարդացել, իրանք կարդացել էին, որ սպառնում է ուկրաինական պատերազմի բանով Հայաստանին, պատերազմով է սպառնում։ Դե կարելի է այդ ձև էլ մեկնաբանել, չնայած ինքը չի ասում, որ հենց Հայաստանում դա պետք անել, բայց ասում է բոլոր միջոցները պետք է կիրառվեն։ Այսինքն ոնց որ Վենեսուելան Միացյալ Նահանգների համար է կարևոր, մեզ համար էլ Հայաստանը, Ուկրաինան եւ այլ այսպես։ Դա իհարկե անընդունելի է։ Ավելի, չգիտեմ, ավելի երևի կոշտ բառեր կարամ ասեմ, անընդունելի էր այդ իր ասածը։ Բայց ելի եմ ասում, մենք պետք է հասկանանք կոնտեքստը։ Եվ շատ կարևոր է նաև հասկանալ ինչ է տեղի ունենում ընդհանրապես աշխարհում եւ ինչի ենք մենք եկել հասել այս պահին, երբ որ նորից խոսքը գնում է ազդեցության գոտիների մասին, երեք լսում էի Մարկ Ստարմերին, վարչապետին Կանադայի, ասում է փոքր եւ միջին չափսի Կանադան միջին չափսի երկրները կամ պետք է համախմբվեն, կամ դառնալու են ուրեմն ճաշասեղանի բան ուտեստ, հա։ Միացյալ Նահանգների։ Հա, Դավոսում ասում դա, նույնը կրկնում է Վուչիչը, որը որ Ալիևի եւ մեր առաջի դեմքի հետ, հա, ըստ Սահմանադրության նախագահի հետ այդ պանելին ելույթ էր ունենում։ Ուրեմն բոլորը հասկանում են ինչ է տեղի ունենում, եւ փոքր երկրները իհարկե պետք է կողմնորոշվեն այս պահին։ Շուտ պետք է կողմնորոշվեն։ Այսինքն դու սկսում ես գտնել նոր ճամբար, կամ այն հին ճամբարի հետ ես համախմբում, կամ հաստատ գտնում ես նոր ճամբար, կամ եթե մնալու ես առանց որևէ ճամբար, դու դառնալու ես հենց այն ինչի մասին Ստարմերը խոսում էր։ Մեր իշխանություններին թվում է, որ եթե իրանք հիմա Թրամփի աջակցությունը ստացել են եւ մտերիմ են դառնալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իրանք լուծելու են մեր անվտանգության դիլեման։ Բայց նույն զեկուցում մի դրական բան կար, որտեղ իրանք չեն առաջ զղջում էին, չէ, ասում էին նույն Ալեն Սիմոնյանն էր ասում, դե իրանք այդ օգտագործում են, որովհետև մեզ մոտ էլ
ընդդիմությունը Արցախի դրոշներն է բան պարլամենտում դնում կամ ինչ որ տենց ինչ բաներ էին ասում դե ներսի բանի մասին այդ արևմտյան Ադրբեջանը հիմա ասում են չէ դա պետական է իսկ եթե կա պետական քարոզչություն է, այո, իսկ կա մի պետություն որի հետ դու չունես դեռ վերջնական չի էլ ուրեմն այդ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսք դեռ չի էլ ստացել ու այդ երկիրը հստակ ասում է իմ պետական ուրեմն նպատակը եւ ծրագիրն է արևմտյան Ադրբեջան, որը Հայաստանի մեծ մասն է։ Ու դու դա չես համարում հիբրիդային պատերազմ կամ հիբրիդային պատերազմի, որովհետեւ քեզ ինչպես նախագահներ ասում Դավոսում, մեզ նավթ են տվել եւ Երևանում ուրախ հայաստանցիք գնում են ադրբեջանական նավթը։ Ուրեմն այստեղ ուրեմն խորը հաշվարկներ էլ չկա։ Եթե խորը մի քիչ հաշվարկներ լինեն, կնայեն գույնը մեր հարևան Վրաստանին, որը կատակով ոմանք կոչում են Սոկար թվելո, ոչ թե Սաքար թվելո անունը երկրի, այլ Սոկար թվելո, որովհետև Սոկարը մտել է եւ թիրացել է ամբողջությամբ։ Դա մի օրում չի տեղի ունեցել։ Սոկարը արդեն այստեղ էլ է մտել։ Ճիշտ է, դեռ քիչ է ներկայությունը, բայց այստեղ մտել է։ Դե եթե նպատակ դնեն, կգան եւ կանեն ինչ որ արեցին Վրաստանում, այդ խնդիր չի ընդհանրապես։ Ինչու չեն շտապում, ինչու արագ չեն անում, որովհետեւ իրանք էլ ուզում են համոզվեն, որ 26 թվի այս տարվա ընտրություններում Փաշինյանը մնալու է, վարչապետը մնալու է ինքը եւ անելու է բոլոր այն խոստումները, որ դեռ չի կատարել։ Բայց դեռ արժևում է, դեռ պետք է կատարի։ Դա ոչ միայն սահմանադրության փոփոխությանն է դա կապված։ Հիմա ինչ կամ էլ մեր իշխանությունները ասեն, դե մենք դեմ ենք, այդ ինչ ադրբեջանցիների վերադարձ, մենք դեմ ենք դրան, դա կեղծ ինչ որ թեզ է եւ այլն։ Բայց դու ինչ ես անելու, երբ որ քո ուժերը չի հերիքելու եւ նրանք պարտադրելու են քեզ դու անես դա։ Ինչ ես անելու։ Երբ որ մնալու ես միայնակ Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Ինչ ես անելու։ Հիմա ասում ես, չէ՞ որ պատերազմ չլինի, պետք է զիջենք։ Այն ժամանակ էլ կասեն, հիմա էլ էս էլ զիջի, որ պատերազմ չլինի։ Հասկանանք դա շատ վտանգավոր այսպես կոչված ռազմավարություն է, որովհետև դու ասում ես ինչ որ մի բանի համար խուսափելու, ես պատրաստ եմ զիջումներ անել։ Որովհետև եթե դու այսքան զիջում պատրաստ ես անել, քեզնից ավելի մեծ զիջումներ են պահանջելու։ Դա բանակցողները միշտ հասկանում են, միշտ գիտեն, որ դա այդպես է։ Ես գիտեմ ինչու են մեզ համոզում, որ մեր դեպքում այլ ձև է լինելու։ Այլ ձև չի լինի։ Վերջիվերջո Ադրբեջանը հայտարարել է Բայրամնովն էլ նույնիսկ մինչև ամանորը ասուլիս տվեց, մեծ ասուլիս տվեց Ադրբեջանի արտգործնախարարը եւ ասաց, որ Հայաստանը բոլոր պարտավորությունները մինչև չկատարի, որևէ խաղաղության պայմանագիր չի լինելու, ընդ որում բոլոր պարտավորությունները ասելով մեզ մոտ թարց էր առաջանում, այլ ինչ պարտավորություններ կա եւ շանտաժ են անում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդ մինչև դու սահմանադրությունը չփոխես մեր ուզած ձևով, ոնց որ մենք ու Թուրքիան ենք ուզում, ձեզ հետ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Ես համոզված եմ, որ խոսքը միայն սահմանադրության մասին չի, խոսքը եթե տեսեք տրամաբանությունա, չէ, եթե իրենք ասում են, որ կա Արևմտյան Ադրբեջան, պարզա չէ որ իրանք այդպիսի պահանջներ էլ պետք է ունենան։ Իրենց սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60%-ից ավելին մարզերով, լոռուց, Գեղարքունիքից բոլորից իրենցն է։ Դուք պատկերացնում եք, որ Ալիևը ասի դե կատակ էինք անում այդ բանը ուղակի ներսի բանի համար էր դա։ Ոչ, եթե իրանք ասում են, որ կա Արևմտյան Ադրբեջան, ուրեմն կա Զանգեզուրի միջանցք, ուրեմն դա իրանց նպատակներն են։ Զանգեզուրի միջանցքին իրանք ավելի մոտ են հիմա ընդհանուր առմամբ Թրիփի հետ կապված։ Եվ ինչա, խոսքենակ, եթե անդրադառնանք Թրիփի այս վերջի 6 էջանոց բանը, որ հրատարակվեց, հա, Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի արտաքին գործոց նախարարը։ Ինչա ասված այդտեղ։ Հաջողությունը ինչից է կախված լինելու Թրիփի։ Բացահայտ ասված է։ Հաջողությունը կախված կլինի, ինչ առաջընթաց է լինելու Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու եւ Ադրբեջանի հետ խաղաղությունը ինստիտուցիոնալիզացնելու։ Այսինքն, միջև նրանք չասեն, որ ինստիտուցիոնալիզացված է,
միջև վերջնական պայմանագիրը չասեն որ կնքված է, իսկ ինչն է խոչընդոտում, որ միջև այսօր չի եղվել։ Միայն պայմանագիրը։ հա, իհարկե չէ։ Իհարկե կան այլ պայմաններ։ Ուղղակի իրանք էլ են հասկանում, որ եթե այդ ամենը բոլորը դնեն իմա սեղանին, շատ դժվար է լինելու Փաշինյանին այս ընտրաշավի ժամանակ։ Ես Դրա համար անձամբ լսել եմ, այդ ամենը թողվում է ապագային, թող ինքը ընտրվի, օգնենք իրան, որ ինքը ընտրվի, ընտրվելուց հետո ինքը այդ բոլոր խոստումները անելու է, այսպես թե այնպես անելու է։ Պարոն Մարտիրոսյան, ես անձամբ լսել եմ վրացի այդ պրոադրբեջանական պրոպագանդիստի հարցազրույցների շարքում Ալիևի ադմինիստրացիայի խոսող գլուխներից ամենակարևոր գլուխներից մեկի հարցազրույցը, որտեղ ինքը ասում է, մենք բավական զիջումներ ենք արել Հայաստանին։ Ինչը նկատի ուներ, ասում է, կան բացի այդ թղթից, այդ որ ստորագրել են Ալիևն ու Փաշինյանը հրապարակեցին։ Ասում է, բացի դրանից կան նաև բանավոր պայմանավորվածություններ, բայց Փաշինյանը խնդրել է մեր նախագահին, այդպես էր ասում այդ ադրբեջանցի էքսպերտը, որին բերել էին նաև Հայաստան ու պատտում էին, ասում է Փաշինյանը խնդրել է, որպեսզի դրանք դեռ չհրապարակվեն, չբարձրաձայնեն, որովհետև Հայաստանի ժողովուրդը ոտքի կկանգնի դիմադրություն ցույց կտա։ Բառացի նա ասել է, որ խնդրել են։ Դրա համար մենք ասում ենք իրենց զիջումներ արել ենք, մենք ամբողջը չենք հրապարակել, կան նաև բանավոր պայմանավորվածություններ։ Ես 30 տարվա բանակցային փորձ ունեմ։ Ես որպես բանակցող եմ, ես չգիտեի այդ զրույցի մասին ոչ մի։ Ես ասում եմ, եթե ես բանակցող եմ, ես դնում եմ ինձ մյուս կողմի տեղը, ես նայում եմ ընթացքը եւ հասկանում եմ, որ եթե ես լինեի իրենց տեղը, ես այդպես էլ կանեի։ Ես այդպես էլ կանեի։ Ոնց որ արել է Ալիևը։ Այո, իհարկե, ինչի շտապի հիմա ինքը շտապելու տեղ չունի ինքը հիմա։ Ինքը ամեն ինչ ստացել է, ավել ունի իր մաքսիմում ծրագիրը իրականացնելու է, երբ որ արդեն կլինի այսպես կոչված խաղաղությունը։ Էտա դա կոչվի խաղաղություն։ Խաղաղություն եք չէ ուզում։ Խաղաղության համար դե ես էլ պետք է զիջեմ, բայց ոնց կլինի ադրբեջանցիք չվերադառնան։ Մենք չենք կարող իրանց բանան։ Հայերը չեն վերադառնում, դե ինչ անենք, որ մեր հայերը չեն ուզում վերադառնալ։ Իսկ ադրբեջանցիք ուզում են խոսքի օրինակ։ Համել պետությունը փող է տալիս, որ իրանք ստեղ բնակարաններ գնեն։ Ինչ խնդիր կա, որ լավ չի մեր բյուջեի համար։ Բյուջեն լցնում ենք։ Ինչ ասես կասեն։ Իրանք կգտնեն ձևը, եթե իրանք վերարտադրվեն, վերընտրվեն, ես համոզված եմ, որ մենք գալու ենք, դա ենք տեսնելու։ Երբ որ ես 20 թվին ասում էի, որ այս բանից հետո այն ինչ որ հայտարարում է Փաշինյանը, ինքը անպայման ասելու է նաև որ ճանաչում է Ղարաբաղը, Արցախը Ադրբեջանի մաս, եւ դա ասելուց հետո լինելու են հետևանքներ, որովհետեւ մյուս կողմը անմիջապես ասելու է, իսկ ձեր դրամը ինչ գործ ունի իմ տարածքում, ձեր հանձնագրերը ինչ գործ ունեն իմ տարածքում, ձեր զինված ուժերը ինչ գործ ունեն իմ տարածքում եւ այլն։ Սա տրամաբանական է, ուղղակի տրամաբանական է։ Եվ դա չի լինի չտեսնել, հա, մենք պետք է հասկանանք, որ խաղը բանակցող առաջերտին խաղը պետք է ճիշտ կարդա։ Ոչ թե իր ցանկությունները հայտնի, ինչ որ խաղաղության մասին խոսի, ինչպես նախագահն էր խոսում Դավոսում, հա, կողքը նստած էր Թուրքիան ներկայացրող Էբրեոս Դեմիրը, իրանց խոշոր շինարարական հոլդինգի տերն է, այդ Խանիմը, տիկինը, եւ ինչ որ պահերին նույնիսկ ասում էր, որ քմծիծաղ էր իր դեմքին։ Երբ որ մեր նախագահան երկրի առաջի դեմքը ըստ մեր սահմանադրության ասում էր դե աշխարհը տարբեր դժվար պահերով անցել, հեսա Եվրոմիությունն էլ 12 տարի հետո պատերազմից հետո ձևավորվեց, ինչ որ այդպիսի ինչ որ ուզում է զուգահեռ անցկացնի, հա, մեր դեպքը եւ համաշխարհային պատերազմի ավարտը եւ Եվրոմիության եւ այդ պահին պարզ էր քմծիծաղ էր դեմքին, Օզդեմիրի դեմքին քմծիծաղ էր։ Եվ ել չեմ ասում նրա մասին, որ երբ որ Ալիևն էր խոսում, Ալիևը ինչ ասեց։ Ալիևը ասեց, մենք վերականգնեցրել ենք արդարությունը, միջազգային օրենքը, մեր տարածքային ամբողջականությունը եւ այդտեղ կանգ ենք առել։ Եվ ինչ պատասխանի մեր նախագահան, որ լավ լինի, ասեց
Ես բան չունեմ ավելացնելու, ամեն ինչ ասել է Ասում էր անդադ ասում էր համաձայն եմ պարոն Այո, Ալիևի հետ։ համաձայն եմ։ Վագն Խաչատուրյանը։ Ինչի հետ ես համաձայն, որ մենք մինչև հիմա ունենք գերիներ, ռազմագերիներ ունենք այնտեղ։ Ինչի հետ ես համաձայն։ Համաձայն ես նրա հետ, որ ամբողջ մի բնակչություն, ամբողջ մի դարերով, 1000 տարիներով ապրած բնակչություն հայկական տեղահանվեց, էթնիկ զտում տեղի ունեցավ, դրա հետ ես համաձայն, դա միջազգային օրենքն է, ինչի հետ ես համաձայն։ Ու դու իմ նախագահն ես։ Դու հայերի նախագահն ես ընդհանրապես։ Սա է խնդիրը, հասկանում եք, մենք խոսում ենք ինչ որ ոնց որ մեր սպասելիքներ ունենք այս իշխանություններից, որ իրանք ինչ որ մի ուրիշ բան անեն, բայց ոչ, իրանք որոշել են արդեն այդ էջը փակված է, մենք գնում ենք դեպի խաղաղություն, իսկ խաղաղության համար մենք պարտավոր ենք անել ամեն ինչ որ մեզ պարտադրում են մեր հարևանները, որովհետև այլընտրանք չկա։ Ոստեղ է սկսվում խնդիրը։ Առաջի հերթին, եթե դու ժողովրդավարությունում, եթե դու մի ուժ ես, իշխող ուժ ես պահին, եւ դու չես տեսնում այլընտրանք, դու պետք է հեռանաս։ Հեռանաս, որ կան այն ուժերը, որոնք որ տեսնում են այլընտրանք։ Բայց մենք ոչ միայն ժողովրդավարություն չունենք այս բային, մենք սկի հանրապետություն չունենք։ Հանրապետություն չունենք մենք, որովհետև հանրապետությունը պահանջում է, որ իշխանությունները տարանջատված լինեն։ Իսկ մենք ունենք ամեն օր սահմանադրությունը խախտվում է, ամեն օր մի հայտարարություն անում, խախտվում է սահմանադրությունը։ Ես նույնիսկ եկեղեցու հետ հարաբերությունների մասին այդ մասով չեմ ասում։ Խոսքի օրինակ այդ թրիփի բանը, որ իրանք բերել են, ասում են ստորագրելու ենք, հիշում եք Թրամփը ասում էր 100 տարով է։ Ասում են չէ, տենց բան չկա, որտեղ եք դա կարդացել։ Առաջինը Թուրքիայում Ամերիկայի դեսպանը Բարակը ասեց։ Այո, ասեց, որտեղ գիտեր բանակցությունների ժամանակ ինչ է քննարկվում։ Հիմա եկել են ասում են 50 տարով 74-26, մյուս 50 տարով կարող է մինչև 49 ուրեմն Եվս ավելացնել։ Կարող է։ Այդ հալ վիզիրը, հալ էշը 100 տարով դուք ոնց եք 5 ուրեմն բաների, հա, սերունդների ապագան դուք եք որոշում։ Դուք ընտրվել եք ընդամենը մի բանով մանդատ եք ստացել։ Ձեր մանդատում այդպիսի բան չկա, որ դուք կարող եք տարածքի բաները, խնդիրները լուծեք առանց ռեֆերենդումի։ Բայց դուք դա անում եք։ Դուք դա անում եք։ Ու բարձրացնում եք կենաց մեր երեխաների, որոնք ապրելու են եւ այլն, որտեղ են ապրելու, որտեղ դու տարածքը հանձնում ես։ Ու կարևորագույն տարածքը հանձնում ես։ Հիմա կարան ասեն, դե ամերիկացիներն են հանձնել, ինչ վատ բան ամերիկացիներն են հանձնել։ Իսկ ես ասում եմ, իսկ ես ինչ իմանամ, որ հենց ամերիկացիներն են լինելու։ Որ ամերիկացիները, եթե իրանց շահերից եղավ, չեն հանձնելու իրանց մասը նույն Թուրքիային, մասը Ադրբեջանին կամ Իսրայելին կամ որևէ մի ձև։ Արարատ Միրզյանը գիտեք ինչ ասեք, հա, իսկապես հիմարի տեղ են դրել այս ժողովրդին։ Ասում է, այո, կարող են բաժնեմասը վաճառել, բայց միայն մեր համաձայնության պայմաններում։ 26% ասաց Գրիգոր Մուրադյանի փշրանք է ստացել։ Այդ ով պիտի քեզ հարցնի քո կարծիքը։ Կամ դու Թրամփին ոչ ասող ես։ Դու Թրամփին ոչ ասող ես։ Դու սկի Ալիևին չես կարող ոչ ասել։ Էլ ուր մնաց Թրամփին ոչ ասես։ Չկա այդպես բան։ Թրամփը հայտարարեց խաղաղության բանը, այս վերջերս այս խորհուրդը հանձնաժողով։ Դա էլ բան է, էլի թարգմանությամբ մի քիչ ճիշտ չի բանանում, որովհետև անգլերեն board-ը, իսկ board-ը դա կորպորատիվ կառավարման բան է, հա, մարմին է, որովհետև խորհուրդը board-ը եւ council տարբեր են։ Council-ում բոլորը հավասար են, իսկ board-ում կա նախագահան Թրամփն է։ Մի հատ հրավեր տվեց եւ Հայաստանը հայտնվեց առաջինը, որ ընդունեց հրավերքը, միացել է, ուրեմն մենք պետք է խաղաղություն գազանանք։ Ալիևի հետ միասին։ Չէ, Ալիևը միջայլոց շատ խորամանկ ավելի բան է, ինքը սպասողական դիրք էր զբաղացրել, ես չգիտեմ հիմա համաձայնվել է թե չէ, ինքը սպասում էր, Իսրայելը ուներ վերապահումներ, իրանց ներքին ուրեմն հետախուզական բանը ծառայությունը Շինբետը դեմ չէր Ալի Շահատին, երկար պատմությունն է, ինչու դեմ չէին, բայց ծագումով ինքը Գազայից է, շատ հայտնի ընտանիքից է, բայց ինքը շատ մոտ է Ֆաթխին, հա, այդ անձնավորությունը, բայց մնացած դեմքերի մասին, այդ տեխնոկրատներին, որոնք կազմում են հիմա ինչ որ Թրամփը կոչում է Գազայի ուրեմն
կառավարման ազգային կոմիտե 15 տեխնոկրատ, դրանց ինչ որ վերապահումներ ունեին իսրայելցիք, մի մասը ունեին, մի մասը չունեին, Նետանյախուն այսօր նոր ասեց, որ Իսրայելը միանում է։ Հիմա եթե Իսրայելը դեռ չի միացել, Հական Ֆիդանի անունը անմիջապես Թրամփը մցրել էր, բայց Էրդողանը ասում էր, ես դեռ մտածում եմ։ Երեք էր, որ Թրամփը ընդհատեց իր մամուլի ասուլիսը, ասեց շատ կարևոր զանգ է, Էրդողանի հետ պետքա խոսեմ, մինչև Դավոս գնալը։ Ուրեմն ես համոզված եմ, որ Էրդողանն էլ ասելու համաձայնվելու է, բայց նա գիտի ոնց ժամանակ շահի, ինչ խնդրի դրա դիմաց, ինչ ստանա դրա դիմաց, Սիրիա կա, դե չեմ կարծում մեր տարածքը, որովհետև մեր տարածքի մասով իրանք բոլոր հարցերն էլ համաձայնացրել են արդեն, ով աստեղ նայող է այս տարածքի իրանց բանով։ Միգուցե այստեղ էլ կարա ինչ-որ մի բան ստանա։ Իրանք միշտ այդ սակարկման պահը ստեղծում են իրանց համար, բանակցելիս։ Ալիևն էլ սպասում էր, ինքը Էրդողանից առաջ չի ընկնելու։ Հա, Ուզբեկիստանը եւ Ղազախստանը, Բելարուսը Հայաստանի հետ անմիջապես միացան։ Մենք հիմա բան ենք ուտեղ ինչն է դարքի բոլոր խոսում են այդ միլիարդի մասին, բայց երբ որ նայում ես փաստաթղթերի հետ ես ծանոթանում, ուտեղ մի այլ բան է պարզ։ Հրավերը ստացել են շատ երկրներ, դու կարող ես անդամ լինես 3 տարով, բայց մշտական անդամ լինելու համար դու պետքա 1 միլիարդ մտցնես։ Իսկ եթե դու մնացիր 3 տարով, հետո Թրամփը կարող որոշի, որ դու պետք չես։ Պետք չես։ Հիմա պետք ես, որովհետև իրանց պետքա ցույց տալ քանակ, որ երկրներ կան եւ այլն։ Դրա համար այդ հրավերը կա։ Իսկ Ալիևը Դե իրանք իրենց PR-ի համար պաուզա է պահել։ Ալիևը նաեւ պաուզա պահեց, գիտեք, մի պակար, երբ որ խոսքը գնում էր նա մասին, որ պետք է խաղապահ ուժ լինի Գազայի համար, այդ ժամանակ քննարկում էր Վիտկոֆը եւ շատ այլերը Բաքու էին գնում, հանդիպում էին, քննարկում էր ուրեմն ադրբեջանական կողմը պետքա ինչ որ ջոկատ ուղարկեր, որտեղ մոմեդական երկրներից պետքա լիներ եւ այլն։ Մինչեւ այսօր միայն Ինդոնեզիան է ոնց որ համաձայնվել մոմեդական երկրներից։ Իսկ Ալիևը այդ պաուզան պահեց, ասաց մենք կմտածենք, մենք հարցեր ունենք, 20 հարց ենք ուղարկում ձեզ, այդ հարցերի պատասխան կտա, մինչեւ հիմա այդ հարցը տենցել չի բանարել, որ ինքը ասում է դեր խաղաղություն չկա։ Ու ինքը ինչ որ չափով ճիշտ է նաեւ, որովհետեւ ինչքան էլ Թրամփը ասում է առաջի ֆազան ավարտվել է Գազայում, դեր մշտական խաղաղություն չկա, դեր այդ խաղաղությունը հայտարարելուց այս կողմ մոտ 100 երեխա է, միայն երեխա, մոտ 100 երեխա է զոհվել Գազայում։ Այնպես որ իհարկե նախ եւ առաջ սպասում էր Իսրայելը Թուրքիան ինչ պետք է ասեն հետո որոշի եւ նույնիսկ դրանից հետո էլ կարող է որոշիչ մասնակցի, ես չգիտեմ ինչա որոշելու Ալիևը, բայց մեզ համար ինչա կարեւոր, որ Հայաստանի իշխանությունները 18 թվից սկսած միշտ տապում են ինչ որ մի ճամբարում իրանց բանը, որ մենք մեծ տղերքի հետ բան ենք։ Հա, դոստուp ունենք մեծ տղերքի սեղանին։ Մեծ տղերքի սեղան։ Մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, ուրեմն օգոստոսի 8-ին Թրամփի հետ ստորագրեցին այն ինչ որ ստորագրեցին Վաշինգտոնում, իսկ Շարմ էլ Շեյխում 2 ամիս հետո Թրամփը արդեն չէր ճանաչում։ Ալիևին հարցնում էր ուրա քո բանը։ Հայրենակիցը։ Հետո այնա եկավ ասեց ես ինքը իրան ներկայացրեց։ Ինձ ասում է ես բանն եմ։ Ուզում էր շարունակել, բայց Թրամփը կտրեց, խոսակցություն էլ չեղավ։ Հիմա ստեղ էլ դու որպես գործիք ես, դու հասկացի, որ քեզ ուղակի հրավիրել են ոչ թե նրա համար դու ինչ որ բան ես այդտեղ որոշելու։ Այլ որովհետև այս պահին պետք է որ իրանք քանակ ցույց տան, որ կա այդ քանակը։ Փաստորեն չնայած կա ուրեմն ՄԱԿ-ի համարը մոռացել եմ հիմա ռեզոլյուցիա կա, որով այդ Թրամփի այսպես կոչված խորհուրդը պետք է ձևակերպվի եւ այլն եւ այլն։ Չինաստանը, Ռուսաստանը ձեռնպահ են, բայց խորհուրդը ընդունեց այդ ռեզոլյուցիան անցավ ժամանակին։ Հիմա շատ այլ երկրներ հրավիրված են, չգիտենք քանիսն են մասնակցելու, քանիսը դեմարշով են սկսելու, Ֆրանսիան օրինակի դեմարշից է սկսել, չի մասնակցելու։ Արդեն հայտարարել է Մակրոնը, որ չեն մասնակցելու, որտեղ տեսնում են, որ սա կարող է ինչ-որ ձևով նույնիսկ ՄԱԿ-ը ընդհանրապես ինչ ասում Թրամփը։ Թրամփը ասում է, որ ՄԱԿ-ը ոչ մի գործնական առումով, ոչ մի ֆունկցիոնալ առումով ոչ մի բան չի կատարում, իսկ մեզ պետքա արդյունքի համար այս կորպորատիվ բանը, որ ես ստեղծում եմ, բորդը, այսինքն խորհուրդը, ես էլ նախագահն եմ, դա ավելի արդյունավետ կլինի եւ մենք բոլոր հարցերը կլուծենք։ Իսկ Ալի Շահաթը, որը Նաբիլ Շահաթի իրանց բանակցողի
հորոխբոր տղեն է, որին նշանակել են ղեկավարել, հա, այդ բանի Գազայի, այս ասացի բանը կառավարման ազգային կոմիտեն, դրանք տեխնոկրատներ են, ասում է մեզ 3 տարի է պետք, որ այդ բոլոր ավիրված շենքերը դեպի ծով տանենք, կղզի ստեղծենք 3 տարի եւ պետքա բուլդոզերներով աշխատենք, որ 3 տարում դա անենք, արժանալու է $70 միլիարդ։ Դա այնտեղ նույնիսկ նշված էր, չէ՞, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Թրամփի փեսան բոլորը պիտի ներդրումներ անեին, բիզնես բաներ էին քննարկել։ Այո, այդ ամենը կա, բայց իրան պետքա նաեւ որ մենք ամերիկացի մենակով խո չենք անելու այդ ամենը։ Ես խոստացել եմ, բայց այդ 70 միլիարդը մենք մեր գրպանի չենք անելու դնելու։ Մենք կդնենք այնպես, որ այդ միլիարդները համ վերադարձնենք, բայց մնացածը թող այլ երկրներ իրանք էլ մասնակցեն, իրանք էլ տան։ Հիմա կմասնակցի խոսքի օրինակ Ռուսաստանը, չի մասնակցի, ինձ թվում է կմասնակցեն, իրանց խաղի մեջ մնալը կարևոր է Թրամփի հետ, այդ հարցերում էլ, բայց այն որ Փաշինյանը Լուկաշենկոյի չի կարողանում ազատվել, դա փաստ է։ Այսինքն հիմա նույնիսկ անտեղ լինելու է Լուկաշենկոյի հետ նկարվելու է, որ ինքը Գազայում խաղաղություն է, արդեն այստեղ խաղաղության հասել է, բանը ստացավ Արաբական Էմիրատներից, մոռացել եմ այդ իրանք նոբելական ունեն, չէ՞։ Ալիևին եւ Փաշինյանին էին այս տարի տվել։ Այո։ Ուրեմն արդեն կարելի է այլ տեղերել խաղաղություն տանել։ Ոնց որ ժողովրդավարություններ, հիշում եք, անդամագրվեցին այդ ճամբարին, հա, նույնիսկ on-line ինչ որ ճամբար էր ժողովրդավար երկրների, ժողովրդավարություն ենք մենք, բաստիոն ենք եւ այլն։ Ու այդտեղ ինչ էր կարևոր, որ այդտեղ հստակ ասված էր, ում դեմ է դա այդ Միացյալ Նահանգների այն ժամանակ Բայդենի բաներ ադմինիստրացիան, ում դեմ է դա ձևավորվել, դեմ Չինաստանի եւ Ռուսաստանի։ Ես հարց եմ տալիս, մեզ պետք է դա։ Մեզ պետք է ընդհանրապես լինել, որ ինչ որ մի ճամբարում, որտեղ իրանց հարցերն են, մեծ խաղացողները հարցերն են բանանում։ Դե հիմա այս թրիփն էլ են ասում, որ դա ուղղված է Ռուսաստանի ու Չինաստանի դեմ, Իրանի նաև, այսինքն Հայաստանը օգտագործում են որպես գործիք դրա դեմ, բայց խոսենք, մի ճշտում կատարեմ մինչև դա, որպես բանակցային գործի մասնագետի եմ հարցնում։ Մենք շատ հաճախ հարց ենք հնչեցնում, Նիկոլ Փաշինյան, այդ որ գնում ես Ալիևի հետ նստում ես, կամ ինչպես հիմա ասեցիք, Վահագն Խաչատուրյան եւ մնացածներ, Արարատ Միրզոյաններ, մնացածներ։ Ինչու՞ չեք բարձրացնում Բաքվում գտնվող մեր բոլոր գերիների հարցը, որ անմիջապես վերադառնան, եթե խաղաղություն եք կնքում։ Ինչու Հայաստանի տարածքից չեք պահանջում, որպեսզի ադրբեջանական զորքը դուրս գա, այն զորքը, որը հայ զինվորին ստուգում են, նոր թողնում է, որ մեր դիրքերում գնանք կանգնենք։ Նիկոլ Փաշինյան, ինչու չես պահանջնում անհետ կորածների հարցը լուծել, ծնողներ կան, մինչև հիմա փնտրում են, լուսացնում են, թե երբ մի ինֆորմացիա կլինի։ Եվ այլն, հա, այդ ադրբեջանական նավթի կարիքը մենք չունեինք, ընդհանրապես։ Այսինքն այնպես չի, որ մենք կարող էինք եւ Իրանից ձեռք բերել եւ այլ երկրներից, եթե պետք է։ Հիմա պարոն Մարտիրոսյան, երբ որ գնում են նստում են, հա, կամ օրինակ, ինչի՞ չես Ալիևին ասում, ինչի՞ ես Արևմտյան Ադրբեջան արտահայտությունը թույլ տալիս, ինչու՞ չես պահանջում Ադրբեջանը փոխի իր սահմանադրությունը, որում հստակ պահանջ կա Հայաստանի 60%-ից ավելի տարածքների նկատմամբ, ու դու դրա մասին գրառում ես արել նույնիսկ Twitter-ում նշելով, որ Ադրբեջանի սահմանադրությունը մեր տարածքների նկատմամբ նկարտումներ ունի, իսկ մերը ոչ։ Ես ուզում եմ հասկանալ, որպես բանակցողի, օրինակ, ինչու՞ չի այդ հարցերը բարձրացնում, վախ ունի, ճնշման տակ է, իրեն բերել են, ես ուզում եմ հասկանամ, ինչու այդ հարցերը այդքան համարձակություն չունեն, բարձրաձայնեն կամ այստեղից պատասխան են օրինակ Ալիևին։ Սալավյովին կներեք են որ ասում է, ով ասես կարա պատասխանի, չնայած Սալավյովին ոնց որ Սալավյովը թքած ունի բոլորի բանտիկների վրա։ Բայց, հա, ինքը իր խնդիրն է լուծում, իր լսարանի, իր երկրի շահերն է տան։ Չնայած Սալավյովը Արցախի մասով շատ-շատերից ավելի էր սրտացավ էր, սա էլ պետք է ասեմ։ Հա, հարցս բանը չի։ Բայց ինչու, որպես բանակցային գործի մասնագետ եմ ասում, որ նստում են։ Ինչի՞ չի կարողանում այդ հարցերը առաջ մղի։ Դստեղ երկու խնդիր կա, բանակցողի որակը, այսինքն բանակցող կա, որը որ համարում է, որ եթե հարցը բարձրացնեմ, միևնույն է լուծում չի տալու, ինչի բարձրացնեմ, եթե լուծում չի տալու։
Երկրորդը իրոք բանակցող կա, որը որ համարում է, որ դե իմ կարծիքով մենք երկրորդի հետ դեպք ունենք, որը համարում է, որ ինչ այդ հարցերը այդքան կարևոր չեն, այդ հարցերի համար մենք կարող է կորցնենք մեր այս ուղին, որ բռնել ենք, որ մենք պետք է իրանց հետ պարտներ դառնանք, չէ՞, իրանց ուրեմն տեսլականը ամբողջությամբ, եթե հասկանաս իրանց տեսլականը, հետեւյալն է, շատ կարճ ասեմ, մենք Ռուսաստանը մեզ դավաճանեց, հիմա ես չեմ ասում ճիշտ է, սխալ է, ես ասում եմ, ոնց եմ ես իրանց նարատիվը ընթերցում։ Փաշինյանենց, ինչպես են իրենք։ Ռուսաստանը մեզ դավաճանեց ու շատերը Հայաստանում ասում են, հա, դավաճանեցին։ Դավաճանեց մեզ Ռուսաստանը, Եվրոպան, չգիտենք, ամբողջ աշխարհը անկայուն է, ուրեմն պետքա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ինչքան կարելի է դառնանք մտերիմ։ Իսկ ինչ որ խանգարելու է դրան, դա խանգարելու է խաղաղությանը, դա խանգարելու է առաջընթացին, ուրեմն այդ հարցերը օրակարգ դեռ չենք մտցնում։ Կամ եթե մտցնում ենք, շատ զգուշորեն անձնական զրույցերի ժամանակ, որոնք խնդիր չեն լուծում պարզապես։ Այդպիսի բաներով դու չես կարող խոսքի օրինակ ինչու՞ չէ, ասենք պատանդների, չեմ համարում, որ դրանք բան են, պատանդներ, գերիեն կամ ինքը ասում եմ մենք չունենք գերիներ, մենք ունենք հանցագործներ եւ այլն։ Ռազմական հանցագործ է անվանում Ալիևը մեր բոլոր գերիները։ Բայց փոխանակեցիր, չէ, հանցագործներին, վարձկաններին տվեց Թուրքիային։ Այո։ Տվեց Թուրքիային, դա էլ պետք է հասկանանք։ Տվեց Թուրքիային, բայց այնտեղից ստացավ մարդկանց, որոնց իրանք համարում էին ռազմական հանցագործ, այսինքն ինքը ռազմական հանցագործներին տվեց մեզ, իր ասելով, Ալիևի ասելով։ Դե դրա համար մենք ասացինք, որ դա անբարոյական գործարք էր, Փաշինյանի ու Ալիևի։ Հիմա չէ, տեսեք, Ալիևի նման գործիչները եւ նույնիսկ Էրդողանը, շատ այլ գործիչներ այդ կարգի, իրանք երկու բան հստակ հասկանում են։ Ես ինչ ունեմ շահելու այս պահին, եթե անեմ այդ քայլը, եւ ինչ ունեմ կորցնելու։ Շահելու շատ քիչ բան կարա մեր իշխանությունը իրանց առաջարկի։ Կորցնելու կարող էին, եթե իրանք ունենային այլ դիվանագիտություն, սփյուռքը համախմբված գործեր այդ հարցերի շուրջ, այդ հարցերը միշտ դներ եւ նույնիսկ Թրամփը եւ իր օգնականները ամեն օր այդ հարցը ունենար։ Մարկ Ռուբիոն Վենեսուելայից եւ Կուբայից հետո բացեր ու կարդար, հա, այս հարցը դեռ լուծված չի։ Դա կարելի էր անել, բայց դա չի արվել։ Չի արվել ինչու, որովհետև մեր իշխանությունները ընտրել են այդ ռազմավարությունը, ոչ մի բանով հանգարտ չլինի Ալիևը կամ Էրդողանը ինչ որ բանից դժգոհ լինեն։ Իրանք ընտրելու հնարավորություն ունեին։ Տեսնեն, որ մենք ինչ որ ռևանշիզմի բաներ ունենք, կամ ինչ որ ուզում ենք ինչ որ մի բան իրանցից ստանալ, որ իրանք մեզ չեն ուզում տալ։ Մենք պետքա իրանց հետ սկզբից ստեղծենք այդ տրանզակցիոն դաշտը, մտնենք իրանց հետ այդ հարաբերությունների մեջ, հետո նոր կգա հասնի հարցը, կարող է պատահի եւ ստանանք այդ ռազմագերին։ Իրենք ընտրել են այդ ուղին, թե իրենց բերել են իշխանության հենց դա անելու համար, որովհետեւ Փաշինյանի ու Ալիևի եւ Էրդողանի հարաբերությունները կներեք ստրուկի եւ բանի տիրոջ հարաբերությունների նման են։ Ես վիզուալ եմ ասում, հա, այսպես կարող է ձեռ առնել բանը Փաշինյանին անընդհատ։ Դե հիմա անընդհատ բան են կարել, հարբած ծաղրացու կներեք, ով էր ասել Ալիևը, չէր ասել Նիկոլ Փաշինյանին, պատասխանել էր, իհարկե ոչ։ Հա, հետո ասենք թե Էրդողանի կինը ասում է Ալիևին խորհուրդ է տալիս մեր Շուշիում, խորհուրդ է տալիս ասում է, քանի գերի ունես, պատան ունես, մաս կտաս, առևտուր կանես, սաղ միանգամից չտաս, որ բան դրա դիմաց ստանաս, Աննա Հակոբյանը գնում է գցնում է Էրդողանի կնոջն ու Ալիևային, որ հետները նկարվի։ Հասկանում եք, այսինքն դրա համար եմ ասում, իրենք ընտրել են այդ տեսլականը, թե իրենց բերել են հենց դրա համար եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված է դրանից։ Դե ես միշտ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բերել են թե չեն բերել, բայց այն որ աջակցել են եւ աջակցում են, դա միանշանակ, որովհետեւ ինքը անում է այն ինչ որ շատ շուտվանից ծրագրավորված էր Միացյալ Նահանգների, եթե այդ շրջանով զբաղվող դիվանագետների հետ երբևիցե զրույցեք, նույնիսկ 90-ական թվականներին, ես չեմ ասում նույնիսկ ավելի ուշ, եթե իրենց հետ զրույցեք, իրենք ինչ էին ասում, իրենք ասում էին, տեսեք, Հայաստանը փոքր երկիր է, փակեք այդ երկու հարցը,
Արցախի խնդիրն է, Թուրքիայի հետ փակեք այդ էջը, անցյալի էջը փակեք, ու դուք լավ եք ապրելու։ Կազատվեք այդ ռուսական կայսրական բանից կազատվեք ու դուք լավ կապրեք։ Այդ էր իրանց ասածը, բայց դա իրանք ինչ էին ասում, որովհետև դա իրանք շահերից էր։ Իրանք շահերը, իրանք միշտ այդ դիվանագիտության բարձր արվեստի բանը ներկայացնել քո շահերը իբրև մյուս կողմի շահերն են։ Ես ասում եմ, որ դա ձեր շահերից է բխում։ Բայց դա իրանք շահերից էր, իրանք չէին ասում մեր շահերից է որ դու անեք։ Չէ, ասում էին այդ եթե դուք ուրեմն ռացիոնալ մտածեք այս հարցերի մասին, դուք կունենաք հնարավորություն զարգանալու ի վերջո, չէ որ Հայաստանը փակուղու մեջ է գտնվում, ծանր է լինելու, հետո այդ թշնամանքը ինչքան պետք է երկարանա ու բացի դրանից ազատվելու եք այդ Ռուսաստանից, ազատվելու եք ի վերջո։ Ազատ երկիր եք ի վերջո լինելու։ Հիմա համատեք այդ նարատիվը, համատեք ինչ են ասում մեր իշխանությունները։ Փաշինյանը ասում էր վերջերս էլ Արցախը թոք էր մեր վզին։ Ես էլ հարց եմ տալիս, կրկնում եմ Հայկ Խալաթյանի հարցը էր հարցազրույցներից մեկում մարդը ասում է հարց եմ տալիս, եթե թոք էր Արցախը քո վզին, Փաշինյանը այդպես է համարում, հետեւաբար եթե դու գնում ես պատերազմի, դու գնում ես այդ թոքից ազատվելու, չէ, պարտվելու ես գնում, ոչ թե հաղթելու։ Չէ, այդպես չի ստացվում։ Ճիշտ է ասում, այսինքն դու գնացել ես այդ թոքը, որը դու համարում ես թոքից ազատվես, հա։ Դե ես պատկերացնում եմ Փաշինյանի մանիպուլյացիան, որ ես պատերազմից հետո նոր եմ հասկացել դա։ Դե այդպես էր ասում, ինչ լինում է ասում նոր եմ հասկացել։ Նոր եմ հասկացել։ Իսկ գիտեք նոր հասկանալը, չէ, նոր հասկանալը որն է, ելի վերադառնանք շատ տարական ժողովրդավարության բաներին, հա, տարերին։ Այսինքն դու իշխանություն ես, որը եկել է մի խոստումներով իշխանության, ձախողվել ես, ապիկար ես եղել, ոչ կոմպետենտ ես եղել, չես հասկացել, վրիպել ես, ինչ ես արել, ինձ համար կարևոր չի։ Ձայնը ստացել ես դրա համար, որ դու պահես, անես ինչ որ խոստացել ես, դու չես կատարել որևէ մի խոստանք։ Դու ծրագիր ունես գրված, որը որ օրենք է։ Ես այդպես եմ հասկանում Հայաստանի Սահմանադրությունը։ Կառավարության ծրագիրը օրենք է։ Դու չես կատարել քո ուրեմն դու Սահմանադրությունը խախտել ես։ Դու Սահմանադրությունը խախտել ես ու դու ասում ես, որ դες եղավ էլի ինչ անենք ժողովուրդ ջան։ Էսա։ Եթե պատերազմ չեք ուզում, ուրեմն էս պետքա սենց ուրեմն դեպի խաղաղության էս է ճանապարհը։ Իմ ճանապարհը ճիշտ ճանապարհը դեպի խաղաղություն։ Իսկ ես ասում եմ, այդ խաղաղությունը շատ ինչ ասեմ, եթե ոչ, ես նույնիսկ համոզված եմ, որ ես մեր սերունդն է դա տեսնելու, բայց ապագա սերունդների համար դա լինելու է շատ վտանգավոր մի ինչ որ մի բան, ինչ որ ինքը արեց։ Այս թրիփի թուղթը։ Ոչ միայն թրիփը, Արցախ թրիփը, այդ ամենը երբ որ իրար գումարում ես կամ ինչ անշանակում մենք գտել ենք նոր ճամբար, որտեղ մենք լուծում ենք մեր անվտանգության դիլեման։ Որ ճամբարում ես դու լուծում։ Այն ճամբարում, որը ասում է, որ արևմտյան Ադրբեջան կա, այն ճամբարում, որը ասում է ցեղասպանություն չի եղել, ու դա նշանակում է, որ եթե չի եղել, նորից կարա լինի։ Նորից կա։ Դա անվտանգության հարց է առաջի հերթին։ Եղել է թե չի եղել։ Եվ եթե դու ընդունում ես թուրքական նարատիվը, դու ուրեմն ասում ես, որ ոչինչ չի եղել։ Չի եղել։ Ավելի Թուրքիան ուզում է, որպեսզի Թուրքիայի Ադրբեջանի նպատակը քարտեզի վրա Հայաստան չլինի ընդհանրապես։ Դե Ռուսաստանը ուզում է, որ Հայաստանը չլինի։ Կամ ձեռքա տալիս, այսպես ասենք, Ռուսաստանի, Իրանի շահերից բխում է, որ Հայաստան պետություն չլինի, ում շահերից է բխում։ Իհարկե ամենակարճ պատասխանը ոչ, բայց այստեղ կան հանգամանքներ։ Տեսեք, չգիտեմ, լինի դա Սալավիովը, թե լինի ավելի ակադեմիական իրանք ունեն այդպիսի մարդիկ, որոնք որ ծայրահեղ ինչ որ բաներից են խոսում, հա, միջոցներից եւ այլն։ Քաղաքականությունը միշտ հնարավորությունների արվեստ է։ Այսինքն մենք որ ասում ենք այ Ռուսաստանը ինչ որ բան պետք է անի, որ Հայաստանը փոխի իր ուղին հիմա։ Սա գնալու է նրան, որ իրանք կորցնելու են Հայաստանը, Հայաստան չի լինելու եւ այլն եւ այլն։ Ինչ որ մի բան պետք է անեն։ Առաջի հարցը, որ ես տալիս եմ, դա էլի որպես բանակցող, ինչ հնարավորություններ իրանք ունեն այսօր,
դա կանխելու։ Արդյոք այդ Սալավիովի ասած Թրամփյան մեթոդաբանությունը իրանք կարան կիրառեն։ Չկա նախկին խորհրդային տարածքում մի երկիր, որտեղ իրանք այդպիսի բան արել են։ Եղել է դեպքեր, երբ որ նախագահան փախել է Qırğızstani նախագահան Ակաևը եւ այլն, փախել է եկել է Մոսկվա, Սիրիայի նախագահան եկել փախել է հասել է Մոսկվա, Ուկրաինայի նախագահան եկել փախել է Մոսկվա, բայց չի եղել, որ իրանք մտնեն իշխող նախագահին տանեն, ասեն դատի ենք տալիս քեզ։ Կամ ինչ որ մի այդձև ինչ որ մի բան անեն, կամ Պինոչետի նման ինչ որ բան ռազմական հեղաշրջում կազմել։ Չի եղել, տենց դեպք չկա։ Ես դա ինչ եմ ասում, որովհետև Ռուսաստանը դա իհարկե կայսրություն է, բայց այդ կայսրությունը ունի ինչ որ սահմանափակ հնարավորություններ, այս պահին, ընդ որում դեռ չի ձևավորված այդ ազդեցության այդ գոտիները նույնիսկ չի ձևավորված։ Թրամփային օրը Բեռլինից թռցրեց, էլի Ղարաբաղից էր խոսում, որ հիշեց, որ ինքը խաղաղություն է բերել, ինձ ասում է Պուտինը ասում էր, ես 10 տարի փորձել եմ, դա իմ տարածքում է, չեմ կարողացել, դու ոնց կարողացար։ Ուրեմն ինքը Թրամփը ասում է, դա Պուտինի տարածքում էր։ Տեսեք ինչ է ասում։ Նույնիսկ եթե Պուտինը այդպեսի բառապաշար է օգտագործել, Թրամփ դու ինչ ես կրկնում այդ բառապաշարը։ Այսինքն դա Պուտինի տարածք է, ինչ նշանակում Պուտինի տարածք։ Բայց Թրամփի համար այդ գոյություն ունի, ինքը մտածում է ազդեցության գոտիներով։ Այս աշխարհի այս մասը մեր ազդեցության գոտին ամբողջությամբ, բայց այն մասնագետները, որոնք որ ասում են դա նմանվում է Մոնրոյի դոկտրինային, շատ են սխալվում։ Դոնրո դոկտրինան հետեւյալն է. սա մերն է, իսկ էս կտեսնենք, մենք կբանակցենք, մենք կարող ենք, եթե կարող ենք կպահենք, եթե չենք կարող կհեռանանք, եթե ծախսա մեզ համար կհեռանանք։ Ու տենց է որոշվելու, որտեղ են այդ ազդեցության գոտիները անցնելու։ Բայց դա չի որոշված դեռ, ես չեմ պատկերացնում, որ միջև այս ուկրաինական պատերազմի ավարտը վերջնական տեսք ինչ որ ստանա Եվրոպայի հետ այդ հարաբերությունները եւ այլն։ Բայց ստանալու է ինչ որ մի պահ գալու է, որ ստանալու է վերջնական տեսք։ Ու այդ դեպքում ես չգիտեմ, ել եմ ասում, ամենամեծ վտանգը Հայաստանի համար լինելու է, երբ որ մենք կմնանք Փաշինյանի Աստվածոչյանի հաշվարկներով, որ Թուրքիայի ծոցում մենք լինելու ենք անվտանգ։ Շատ հետաքրքիր եք բացատրում, ու զուգահեռները շատ կարևոր է, նաև հիմա բանակ թրիփից ենք ուզում, թրիփից որոշ հարցեր։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, երբ որ Արարատ Միրզոյանը գնաց Վաշինգտոն եւ այնուհետեւ այդ հրատապարակ այդ ափափալ ասուլիսը կազմակերպեց այդ փնթի ձևով եւ այլն, ինձ մոտ տպավորություն էր, որ զանգել են, ասել են թուղթը պատրաստ է, արի ծանոթացի, որ հայտարարենք։ 1. Ինչքանով է ճիշտ, սրան անդրադառնանք, այնուհետև անպայման խոսենք Իրանի նորանշանակ դեսպանի հայտարարության մասին։ Մի հատ խոսենք այդ բանակցություն եղել է, թե չէ, որ թե կանչել են Արարատ Միրզոյանին, ձեր մոտ ինչ տպավորություններ այդ բանակցություն, այդ process-ը ներկայացման ինչ տպավորություններ թողնում, խոսենք թրիփից եւ այնուհետև Իրանի դեսպանի հայտարարությունները, որոնք կհնչեցնեն։ Դե նույնիսկ 6 էջանոց էջը տենց արագ չի պատրաստվում, էլի, որ ասես մի ժամում նստում գրում են, դա միևնույն է էքսպերտների կողմից քննարկումներ է, կողմերը քննարկում են, այդտեղ նույնիսկ հարցեր է հնչում ինչպես ձևակերպենք, փաթեթավորենք, որ ձեր մոտ ներսում դա խնդիրներ չառաջացնի օրինակ։ Դրա համար այդ 6 էջի վրա նույնիսկ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոն շեշտադրումը դնում էր նա վրա, որ սա չի լինելու Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտում եւ այլն։ Գիտեք, եթե սա բաժակ է, ինձ պետք չի ասել մի քանի անգամ, որ սա բաժակ է։ Եթե դա ասվում է ինչ որ փաստաթղթի մեջ այդպես, ես հասկանում եմ, որ հայկական կողմը խնդրել է կամ ասել իրանք հարցրել են, իրանք էլ ասել են, այլ լավ կլինի, որ սենց շեշտադրումները դնեք։ Իրանց համար դա էական չի, կասեմ։ Մի քանի անգամ տեքստում մտցրել, որ ինքնիշխանության կորուստ չի։ Բայց ինչն է ամենակարևորը այդ 6 էջանոց բանի համար։ Ես նույնիսկ այդ որ 74-26 է եւ այլն այդ ամենահասկանալի է։ Ամենահասկանալի է, երբ որ Թրամփը ասում էր 100 տարով մերն է լինելու։ Ու տենց էլ կա, որովհետեւ 74-26-ի ամերիկան է։ Բայց ամերիկացիք արդյոք այդ 74-ը չեն կարողանալու, ելի եմ ասում, եթե իրանց շահերից եղավ
փոխանցեն Թուրքիային, Ադրբեջանին եւ այլն։ Վաճառեն, բաժնում են։ Արարատ Միրզյանը ասել է կարող են։ Խոսեցինք արդեն այդ մասին։ Կարող են, շատ լավ։ Հիմա մյուս հարցը, ուրեմն այդ հաջողության բանը, հա, ինչից է կախված հաջողությունը։ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Բացահայտ ասված է, թրիփի հաջողությունը կախված կլինի այդ ինչ կամով առաջընթաց է լինելու այդ երկուսի հարաբերություններում։ Եվ ամենակարևորը առաջի հենց նախադասությունը, որտեղ ասված է, որ ոչ մի իրավաբանական պատասխանատվություն Միացյալ Նահանգները չեն կրելու։ Այսինքն սա ինչ է, սա ոչ թե միջպետական պայմանագիրը, որը պետք է ավերացվեն եւ ինչ որ պետք է միջազգային ուրեմն ուժ ունենա եւ այլն եւ այլն։ Սա ուղղակի գործնական ինչ որ բան է, փաստաթուղթ է, որը որ կազմել է։ Իհարկե մեր իշխանությունները դա ներկայացրին որպես նոր ինչ որ հաջողություն եւ այլն եւ ամեն ձև փորձում են հենց շեշտը դնել դրա վրա, որ տեսնում եք, ամերիկացիք ասում են ինքնիշխան մեր տարածքն է եւ այլն։ Բայց երբ որ նայում ես էությունը հասկանալի է, չէ, եթե անխոչնդոտ է լինելու եւ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև կապ է, կամ Ադրբեջանի եւ Նախճիվանի եւ Թուրքիայի միջև կապ է, այդ 47 կիլոմետրը, որը որ ամերիկացիք են մեծամասնությամբ իրանց վերահսկողության տակ լինելու, փաստորեն դու քո իշխանությունը տվել ես, այդ կամով տվել ես։ Դու չես իշխում այդ տարածքը։ Դու չես իշխում։ Իսկ իրանք խոսում են ինքնիշխանության մասին։ Ինչքան էլ ես ասեմ, որ սա ոչ թե բաժակ է, այլ, չգիտեմ, խրուստալի շիշ է, դուք չեք հավատա, չէ՞, որ ասեմ։ Իհարկե։ Չեք հավատա, որտեղ 76% բաժնեմաս ունենալ է այդ հնարավորություններով։ Ով էլ լինի, կասեմ, իսկ դու ով ես հիմա։ Բայց որևէ մեկը հարցրել է, ես չգիտեմ, ինձ ուղղակի հետաքրքիր է, որպես բանակցող ինձ դա միշտ հետաքրքրում է։ Ինչու 76, ոչ թե 77 կամ 72։ Ես չգիտեմ, այդ հարցի պատասխանը ես չգիտեմ։ Ոնց է հաշվարկվել, ինչու 76 24-ի։ Ոնց է դա հաշվարկվել, ոնց ենք մենք եկել այդ համաձայնությանը։ 74-ը 26%։ Հա, 74-ը 26-ի, հա։ Ոնց ենք մենք եկել այդ 74 թիվը, ոնց ենք մենք։ Իսկ կարող է, այսպես ասած, back office-ում դրա հետնաբեմում արդեն որոշված է, թե այդ 74%-ից քանիսը պիտի Էրդողանին տա, Թուրքիային տա, Միացյալ Նահանգները, Իսրայելին տա, օրինակ, եւ ինչ մնա։ Տեսեք, եթե մենք գործ ունենք եւ ոչ մեկ չգիտի ինչա լինելու, չէ, եվրոպացիք էլ իրանց հույսերը դրել են նրա վրա, որ ուրեմն աշնանը կոնգրեսի ընտրությունները եւ կարող է պատահի թուլանան դիրքերը Թրամփի կամ Թրամփը հետո չվերընտրվի եւ այլն։ Ես չգիտեմ ինչ ալնելու հետո։ Հիմա մենք գործ ունենք մի քաղաքական գործիչի հետ, որը որ շատ տրանզակցիոն մոտեցում ունի միջազգային հարաբերությունների։ Իր համար, քանի որ ինքը անշարժ գույքով է զբաղվել բիզնեսի իր մեծ մասը անշարժ գույք է եղել, իր համար Գրենլանդիան էլ է անշարժ գույք։ Որովհետև իրան երբ որ եվրոպացիք ասում են լսի, բայց չէ որ մենք եթե անվտանգությունն է խնդիրը, դու կարող ես դե ֆակտո ինչ ուզում ես արա։ Մի ասա դե յուրե վերցրել ես սեփականացրել ես, դա Ամերիկայի մաս է դարել։ Բայց ինքը միևնույնն է պնդում է որ դե չէ, ոնց։ Սա անշարժ գույք է, պետք է ես տիրանամ։ Նույնը ինքը ասում էր միջայլոց Ղրիմի մասին, ասում էր դա ինչ հիանալի անշարժ գույք է։ Նայել եմ քարտեզի վրա, քեֆս եկել է, նայել եմ, տեսել եմ։ Անշարժ գույք, այսինքն տրանզակցիոն է մոտեցումը։ Իսկ եթե տրանզակցիոն է մոտեցումը, ով իրան ավելի լավ առաջարկ արեց, դա է իր շահ առաջնահերթ, ինքը դրանց այլ շահերը բավարարելու է։ Հիմա Հայաստանը ի վիճակի է լինելու ինչ որ նենց շահեր բավարարել, թե թվում է որ անդամագրվեցինք խաղաղության խորհրդին Գազայի, դա անենց մի մեծ բան է Թրամփի համար, որ հիմա մենք արդեն իր կարող ասի փակում եմ դա, պետք չի։ Չէ, 3 տարի հետո կարող է նույնիսկ ասի շնորհակալություն մասնակցության համար ազատեք, 1 միլիարդ չեք բերել, չէ, ազատեք։ Կամ նույնիսկ եթե 1 միլիարդ տանես, դու ինչ ես այնտեղ որոշում, որ Պարոն Արտիրոսյան, իսկ Թուրքիան ավելի, ես դրամատիկ եմ ասում, իրանց համար միևնույնն է Թուրքիան, հիմա նաև Եվրոպայի հետ, երբ որ իրանց հարաբերությունները ասենց լարված են, չէ,
Ինչ են ասում եվրոպացի ծայրահեղ մտքեր են գաղափարներ, բայց մենք ունենք ինչ որ լծակներ բանակցելու բանի հետ Թրամփի հետ։ Հա, ունենք։ Դե պարզա որ խոսում են այդ արևտրային բազուկայի մասին, որը որ ձեր այդ ճնշման ձևն է, սանկցիաներն է, եվրոպական տարիֆներ, հա, 200 ամենաբարձր սանկցիաներն են, բանկա, որի վրակարան Boeing-ից սկսած ավարտած Ծամոնով, հա, այնտեղ մեծ ցուցակ։ Ամենամեծ։ Հիմա բացի դրանից այլ լծակներ էլ, բայց դրանք տնտեսական են։ Ռազմական առումով ինչ են ասում։ Ասում են Միացյալ Նահանգները բազաներ ունի այստեղ, Ռամշտայն ունի, լիքը բազա, 39 բազա ունի Եվրոպայում։ Մենք կարանք այդտեղ էլ իրավաճնշում գործադրենք, բայց դա Թուրքիան չի ասում։ Թուրքիան դա այդպես բան չի ասում։ Եվ չի էլ ասելու։ Թուրքիան օգտագործելու է իր հարաբերությունները եւ նույնիսկ եթե տարաձայնություններ եղան ներսում ՆԱՏՕ-ի հետ, ինքը միևնույնն է ընտրելու է Թրամփին, Միացյալ Նահանգներին, որովհետեւ Էրդողանը շատ լավ հասկանում է ուժը ձեռն է ՆԱՏՕ-ում։ Պարոն Մարտիրոսյան, տեսեք, 74 եւ 26% բաժնեմասերի մասին։ Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը երբ որ խոսում են, ասում են դե ներդրումներ են անելու, դրանով է իբր թե պայմանավորված։ Հիմա հողը իմն է։ Ճիշտ է, հողը իմն է։ Ամենամեծ արժեքը Թրամփը շատ լավ հասկանում է, Էրդողանն էլ բոլորը շատ լավ հասկանում են, ոչ միայն հողը Հայաստանինն է, հողի արժեքը գիտեն, այն էլ Սյունիքի պես հողի արժեքը, հա, շատ լավ գիտեն։ Այսինքն 140 միլիոնա, չգիտեմ ինչքան է Միացյալ Նահանգներն աներ դնելու կամ չգիտեմ ով, չնայած Թրամփը այնպեսի գործարար է, կասի չգիտեմ ինչ ներդրումային ֆոնդեր դրեք ու բան։ Չէ, ես կարամ ասեմ Թրամփը ինչ ասել։ Ինքը Նիկոլ Փաշինյանը դրանով ցույց տվեց, որ Հայաստանը հողը, Սյունիքը գրոշի արժեք չունի, մեկ, ճիշտ է թե ոչ։ Իսկ նրանք թուրքը շատ լավ գիտի հողի արժեքը։ Միշտ ասել է, չէ, այս թուրքական խոսք է, թուրքին հող այն փող։ Այդպես փողը ինչ է այսօր կա, վաղը ինքը կարող է զրոյանալ, չէ՞, այդ ներդրումը։ Եւ ամենակարևոր մի բան, ամերիկյան կողմը չափազանց ազնիվ է իր սպաներում։ Հստակ փաստաթղթի մեջ է, թղթի մեջ, հա։ Ինքը ասում է ես իրավական որևէ պատասխանատվություն չեմ կրում, թե ասում է Ամերիկան, բայց շատ հստակ օգուտները թրիփի միջոցով ԱՄՆ-ի ակնկալվող օգուտները հստակ ձևակերպված են, հա։ Ուրեմն նոր շուկաներ, ներդրումներ, բիզնես դեզդեզեն, ԱՄՆ, Եվրոպայի եւ Ասիայի միջել հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ ապահովելով, որ մարդիկ ապրանքները կարողանան տեղաշարժել անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից եւ ամենակարևորը երկրորդ կետը տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևոր հանքանյութեր եւ հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ։ Վենեսուելայից ինչ է ուզում ստանալ Թրամփը, Ուկրաինայից ինչ ստացավ պարտքի դիմաց։ Դե ես դրա համար ասում եմ տրանզակցիոնա մոտեցումը։ Այսինքն եւ այստեղ եւ Գրիգոր Ներմուրադյանը մասին մտահոգություն հայտնել, որ Թրամփ ինչ գործ ունես մեր Սյունիքի հանքանյութերի հանքերի հետ բնական ռեսուրսների եւ նաեւ մենք հոդված հրապարակեցինք, որ դա ադամանդ է Սյունիքը շիփը Ամերիկայի համար նոր ադամանդ է, հա, զարդատուփ է, այսինքն հստակ ձևակերպել են։ Իսկ մենք ինչ ենք ստանում դրանից։ Խաղաղություն։ Որը ինչ է։ Իսկ Թրամփը, տեսեք, դուք ասում եք Թրամփը ինչ է ասել, ինքը ասել է, դե բանակցություններում կա այդ սահմանումները, հա, տարբեր բաներ են, tangible, այսինքն այն ինչ որ մենք շոշափելի է կարանք ստանանք եւ intangible։ Ինքը ինչ է ասում, առանց ինձ դա չէր լինի։ Առանց ինձ ես այդ կան եմ գնահատում իմ ներդրումը։ Նոբելական էլ չստացա դրա համար, բայց ես խաղաղություն եմ բերել։ Ուրեմն ես այդ կամ եմ գնահատում, բայց միևնույնն է հասկանալի չի, լավ, շատ բարձր են գնահատում, բայց ինչու մեր տարածքում մենք չպետք է ունենանք նույնիսկ վերահսկող փաթեթը, հա, բանի մասի։ Ինչու մենք մեր տարածքում չպետք է։ Էլի ունեցի, էլի խոսենք բանի մասին, այդ ու իմիջիալոց այդ ինչ որ դուք ընթերցում եք, ես միջև հանդիպումը ծանոթ էի արդեն այդպիսի փաստաթղթի հետ։ Այդպիսի փաստաթուղթ հենց նույն բառերով գրված, այնտեղ կարող է նույնիսկ մետաղների առումով նույն բանը գրված էր։ Դա Կոսովոյի Թրամփ լիճի հետ կապված փաստաթուղթներ։ Որովհետև ժամանակին առաջի դեր բանը Թրամփի ուրեմն նախագահության շրջանը։ Այն ժամանակ իր բանակցողը Եվրոպայում բերել էր ասել էր, որ այսպես խնդիր կա, այստեղ շատ հեշտ կարանք մենք ինչ որ բան անենք ու մեծ աղմուկ բարձրացնենք, որ դու խաղաղության ես բերել սերբերին եւ ալբանացիներին Կոսովոյում։
Այդտեղ կար մի լիճ, որտեղ ուրեմն գիդրոկայաններ մեծ հզոր կառուցված 70-ական թվականներին դեռ չէր գործում, որովհետև երկու կողմն էլ այդ լճի բաները ուրեմն վիճարկում էր, հա, երկու կողմը մի կողմ ասում էր մեննա, նույնիսկ կանոններն էին տարբեր։ Ինչ արեց Թրամփը այն ժամանակ, բերեց երկուսին Վաշինգտոն, ասեց լիճը կոչվելու է այսուհետ Թրամփ, ու նույն բաները գրված էր այդ պայմանագրի մեջ։ Նույն բաներ, զարգացման համար, հələ նույնիսկ ներդրումներ, ինչքան փողեր են տալու, միլիարդներ եւ այլն, բայց հետո Թրամփը չվերընտրվեց, դրա մասին մոռացան։ Հիմա նորից վերընտրվել է, բայց այնտեղ ոչ մի կոպեկ չի էլ ծախսվել, չի, ոչ մի բան չի շարժվել տեղից, որտեղ հիմա Թրամփը ասում է, բայց չէ որ այնտեղ եվրոպացիք են։ Իսկ եվրոպացիք այն ժամանակ էլ էին ասում, մենք զբաղվում ենք այդ հարցով, ինչ ես եկել խառնվել, ասում ես ես եմ բերել խաղաղությունը, առանց դա եվրոպացիք այնտեղ էին արդեն։ Հիմա ստեղ, բայց մեր պարագայում ինչու՞մն է տարբերությունը, որ ի տարբերություն Կոսովոյի մենք ունենք խաղացողներ, որոնք որ հստակ շահեր ունեն այդ հարցի շուրջ։ Այսինքն Թրամփի համար միայն տրանզակցիոն կարող է հանքերը լինեն եւ այլն, բայց դա ապագայի խնդիր է եւ այլն։ Մենք ունենք հարևաններ, որոնք որ մեր տարածքը տեսնում են որպես արևմտյան Ադրբեջան, ու իրանց համար սա շատ կարևոր շահ է։ Ու եթե դու ունես այդպիսի խաղացողներ, պարզա որ այս պայմանագիրը նաև ի նկատի պետք է ունենա ինչ որ ձևով իրենց շահերը։ Առաջնահերթին իրենց շահերը ոնց է ձևակերպված այդ 6 էջում, ուրեմն հաջողությունը թրիփի կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ուրեմն իրանք էլ պետք է ինչ որ ձև մի քիչ ավելի ուշ, միգուցե եւ հաշվարկը նաեւ դառնում է որ երբ որ Փաշինյանը կվերընտրվի, այդ ժամանակ մենք կխոսենք ինչու էր 74, ու այդ 74-ը միգուցե եւ 50-ը մնում է Միացյալ Նահանգներին, իսկ 26-ը ստանում է Ադրբեջանը խոսքի օրինակ, ինչ իմանաս։ Դրա մասին կարող է ավելի մանրամասն խոսեն ընտրություններից հետո, երբ որ կտեսնեն, որ վարչապետ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ եւ իշխող ուժը այն պարտավորությունները, որ վերցրել է իր վրա, կարա շարունակի, ուտեղ մենք ավելի մանրամասն բաների պետք է արդեն ստանանք, չէ՞։ Ով են, ինչ ընկերություններ, ինչ որ ընկերություն պետք է ստեղծվեն եւ այլն։ Այդ մանրուքները դեռ չկան, ընդհանրապես չկան։ Եվ չեն էլ կարող լինել, որովհետեւ ամենակարևոր փաստաթուղթը նաեւ դեռ վերջնական տեսքի չի բերված, այսինքն խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Դա էլ ստորագրված չի։ Էլ ոնց եք դուք ասում, որ հաջողությունը կապված է առաջընթացից ինստիտուցիոնալիզացիայի ուրեմն խաղաղության Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, երբ որ չի վերջական տեսք ստացել դեր այդ փաստաթուղթը։ Ստեղ շատ հարցեր կան, բայց իմ կարծիքով բոլոր դրսի խաղացողները, որոնք ունեն շահագրգռված են, որ այս քաղաքական կուրսը շարունակվի, որ Հայաստանը գնա շարունակի այս ճանապարհով, իրանք շահագրգռված են, որ տեսնեն, որ Փաշինյանը մնալու է իշխանությանը։ Եվ այն ինչ որ ասեց Հական Ֆիդանը, դա կարան կրկնել այլ գործիչներ էլ, հա։ Դե ասում են էլի տարբեր ճանապարհ։ Փաշինյանի միակ մտահոգությունն է Ռուսաստանը։ Դրա համար ինքը ասում է, որ Ռուսաստանը իր դեմ հիբրիդային պատերազմ է բանանում։ Ինչ կամ էլ Ռուսաստանը ասի չէ, այդպես բան չկա, իր մոտ այդ վախը կա, որ միակ խաղացողը Պարսկաստանը դժվար թե Հայաստանում ինչ որ բան անի, չնայած դուք դեսպանի հարցը տվեցիք, այստեղ հնչեցնեմ խոսքերը, որովհետև տեսեք, հենց նույն օրը, երբ որ Արադ Միրզոյանին Մարկո Ռուբիո Միացյալ Նահանգներից հայտարարեցին տեքստը եւ ասուլիսներ տալու արդեն Արադ Միրզոյանը, հենց այդ օրը առավոտյան Իրանի նորանշանակ դեսպանը Հայաստանում առաջի ելույթն էր նրա։ Շատ կոշտ հայտարարություն է անում, սկանդալային։ Նա ասում է դեսպանը, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ ճշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար,
անդրադառնում են նաև Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցող ակցիաներին, որ թույլ էին տվել Հայաստանի իշխանությունները կազմակերպեն, եւ ասվում է, որ եթե հանկարծ հաջողեն այդ ակցիաները, ապա պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը, եթե Իրանում այդ խժդժությունների իրականացնողները հասնեն հաջողության։ Նաև այդ անհարգալից վերաբերմունք են համարում Հայաստանում Իրանի դեսպանության արչև թույլ տված ակցիաները եւ ասում է դեսպանը այս քայլը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ եւ ընդգծել է որ Հայաստանի համար դժվարին օրերին Իրանը Հայաստանի կողքին է եղել եւ ասել է որ իրենց մտահոգությունները միշտ հայտնել են իշխանություններին։ Խնդրեմ, սա որտեվ հենց այն պայն դա նշանակում է Իրանը արդեն իմացել է այնտեղ ինչ են հայտարարում, որ պլանավորել է արագ հակադարձել։ Սա ինչ է նշանակում։ Մենք միայնակ չենք այս տարածաշրջանում, կներեք, հիմա կարող ենք Սալավյովներին, մյուսներին բան անեն, բայց այս տարածաշրջանում շահեր ունեն սահմանը հայ-իրանական, դա նաև Իրանի սահմանն է, ճիշտ է։ Այսինքն մենք պետք է սա հասկանանք։ Չէ, իհարկե, եթե սահմանը կարևոր չլներ, Նժդենը կամ ջանք չէր բանանի, որ պայի Սյունիքը ժամանակին։ Այն ժամանակվանից հասկանալի է եղել, դա ինչ է նշանակելու անկախ պետության համար, որը որ բոլոր կողմերից, փաստորեն բացի Վրաստանի հետ էր այնտեղ այն ժամանակ լարվածություն կար, ամեն կողմից ուրեմն շրջապատված է թշնամանք բանանորով երկրների կողմից։ Հիմա իրանք իհարկե պետք է որ թրված լինեն, այստեղ երկու հարց կա, ես չգիտեմ, ճիշտ ասած, այդքան չեմ խորացել, ցույցերը ինքնաբուխ են, ցույցերը ինչ որ մեկը դիմել է ստացել է թույլտվություն Հայաստանում Իրանի դեմ։ Դե ասում են կարող եք թույլ տալ էլի ըստ ներքին աղբյուրների եմ ասում։ Կարող էին Հայաստանի իշխանությունները էլի թույլ տային, չխոչընդոտեին, բայց ոչ մեր դեսպանատան դիմաց։ Այդպիսի անհարգալից հայհոյանքներով արտահայտություններով ակցիաներ։ Դե դա չգիտեմ իրանց ապիկարությունն է, հետո ասում են որ ինչ որ մի քանիսին հրավիրել են ԱԱԾ, ասել են միանց կացեք, դա ոնց որ շատ բայց Իրանի դեսպանի հայտարարությունից հետո մյուս ակցիաների ժամանակ բռնեցին տարան որոշների, որ տեսեք կանխում։ Պետք է միջև այդ մտածեի, դա ոնց կարող է, ինչ արձագանք կարող է ստանա Իրանում, եթե ասեն Հայաստանում սենց բան է տեղի ունենում դեսպանատան դեմը։ Չէ, դա ԱԳՆ-ում պետք է մտածեին Հայաստանի, այլ չեմ ասում հետախուզությունը հայկական եւ այլն, որ Իրանում էլ կարան ասեն մեր դեմ հիբրիդային պատերազմ եք մղում։ Իրանց հիբրիդային պատերազմը ինքնին ունեմ։ Հիմա ես գիտեմ ինչու են թույլտվությունը այդպես տվել առաջի հերթին, եւ եթե տվել են այդ թույլտվությունը մասնակիցները ովքեր են, դրանք Իրանի քաղաքացիներ են, որոնք որ ժամանակավոր գտնվում են Հայաստանում, դրանք Հայաստանի քաղաքացիներ են, որոնք որ ժողովրդավարության եւ արևմուտքի այդ բաներով ողջևորված պահանջում են որ ժողովրդավարությունը նաեւ հաղթի Իրանում։ Ես չգիտեմ ովքեր են այդ մարդիկ, ինձ դժվար է ասել։ Դա միշտ օգտագործել են ուկրաինական պատերազմի ժամանակ էլ, այն թեժ էլի ժամանակներում մի քանի տարի ուկրաինացիներ ու բաներ, ռուսներ, լիբերալ թևի, ովքեր եկել էին ռելոկանտներ եւ այլն, Ռուսաստանի դեսպանատան դեմ էին անում։ Ես ուղղակի ասեմ ձեզ որ պետականամետ քաղաքական գործիչները իրանք մի քայլ առաջ են մտածում։ Այսինքն դու հասկանում ես, չէ, ինչ կարող է տեղի ունենալ, եթե այդպիսի ցույցեր ու իմ կարծիքով նեն չի որ մի օր դա մի քանի օր շարունակ ցենց եկել հավաքվել են եւ այլն։ Եթե սխալվում եմ կճշտեք ինձ, բայց եթե դա այդպիսի բան է տեղի ունենում, դու պետք է հասկանաս, չէ, դա ինչ է նշանակելու քո շահերի համար։ Կամ դու արդեն ինչ որ հաշվարկներ ես արել, քեզ ասել են որ հիմա Իրանում փոխվելու է ամեն ինչ։ Ճիշտ է սրանց բան անել, որովհետև սրանք են գալու հիմա իշխանության, որը որ շատ տարօրինակ կլներ ինձ համար, որովհետև ես ինձ չի թվում, որ նույնիսկ Իսրայելը այս պահին համոզված է, որ իրանք հարված են, որովհետև հիմա չէ, տեսեք, ամառը իբր հարվածները եղան,
այդ բաներից հետո այդ կարճ պատերազմից հետո ինձ շատերը հարցում են հիմա ավարտվեց, ինչ անելու հետո։ Ես ասում եմ, հետո պետքա լինի Իսրայելը փորձելու է, միևնույնը փորձելու է, բայց այս բանը փորձելու է ինչ որ քաղաքագիտությունում եւ կոնֆլիկտաբանությունում գոչվում է implosion, այսինքն ներսից պայթում ձևակերպել, հա։ Ունենալով ցանց ներսում եւ որ այդ ցանցը իրանք ունեն բարձր պատերազմի ժամանակ, իրանք անպայման պետքա գործի դնեն այդ բաները, հա։ Իմիջիալոց գործիքներից մեկը նաեւ այսպես կոչված հարավային Ադրբեջանն է։ Այդ էլ չմոռանանք, որ կա այդպիսի գործիք։ Իրանում Իրանում, այո, այդ implosion, միլիոնավոր ադրբեջանցիներով։ այսինքն ներսի պայթումը, բարձրավոր առանց ներսի ինչ որ հողը պետք է պատրաստ լինի, որ դու այդպիսի բան անես։ Այնպես չի, որ վրթովմունք չկա, բան չկա, հա, դժգոհություն չկա, բայց դու այդ բանը ճիշտ պետք է գտնես։ Էլիտայի զինվորականության միջոցով պայթեցնել։ Ամեն ձևով փորձես պայթացնել, հետո պետք է հասկանանք, որ շատ բարդ տեսք ունի քաղաքական բան, հա, ես մասնագետ չեմ Իրանի, բայց ինչ կամով ես հասկանում եմ, երբ որ մի ուժ 40 տարի արդեն իշխանության է, հա, բան վերցնենք այսպես, այն առաջի սերունդը արդեն դուրս է եկել քաղաքականությունից մեծ մասամբ, Խամենեին 86 տարեկան է, ոմանք մահացել են, ոմանք դուրս են եկել եւ այլն։ Այսինքն նոր սերունդ է եկել։ Այդ նոր սերունդն էլ փորձում է ինչ որ տեսնում է որ դժվար է, երկիրը շատ մեծ դժվարությունների արժեվականացած, տնտեսական դժվարությունների եւ այլն։ Իրանք փորձում են ինչ որ միջոց գտնել դուրս գալ այդ բանից ու կան ներսում իրանց մոտ այսպես կոչված ռեֆորմիստներ։ Հիմա իմ կարծիքով այս փորձից հետո եթե Թրամփը նորից բան չանի որ մի քանի կարան նաեւ կոմբինացիա անեն։ Իրանի նախագահն էլ է այդ ռեֆորմիստների թևից էլի։ Բայց կան ռեֆորմիստներ եւ հա նախագահան, հա, բայց կան ավելի ծայրահեղ ռեֆորմներ, հա, եւ ընդդիմությունը շատ թույլ է եւ նույնիսկ շահի տղան, որի բոլոր մամուլը ամենտեղ ինքը բաներ տալիս, Թրամփը ինչ ասաց, չի թվում, որ ինքը ունի աջակցություն ներսում, բայց ներսում աջակցություն չունի։ Այդ կամը իրանք հասկանում են, չէ՞։ Իսկ դուք հիմա ինչի վրա եք, ձեր հաշվարկը ինչի վրա է, որ դուք ստեղ այդ ցույցերը թույլ տալով Եթե պետք եղավ իրանք կարային այդ ինչ դժվար է Բաղրամյանի այդ մասը առանց այդ էլ շատ հեշտ դուք եթե պետք է լինում փակում եք երբ որ Փաշինյանը մեքենաներով անցնում եւ այլն ինչ կարեւոր էր հենց այդտեղ ցույց անցկացնելու թույլտվություն տալը կամ մի այդ պետքա դեսպանին հրավիրեին ասեն այսպիսի բան կա մեզ մոտ ժողովրդավարությունն է երբ որ պետքա ժողովրդավարությունն է չէ ուրեմն ինչ որ կազմակերպություններ ուզում են ցույց անցկացնել դուք դեմ եք եթե լինի իրանք պահանջում են որ դեսպանատան դեմը լինի եթե այդպիսի երկկողմանի երկխոսություն հաղորդակցություն տեղի չունեցել դիվանագիտական սա երևի հասկացան թե ինչքան կոշտ ասեց Իրանը որտեվ հստակ ասեց որ Հայաստանը դառնում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն, սա շատ լուրջ է։ Սա ավելացրեք նաև թրիփը, նրանք թրիփն էլ են չի հասկանում ինչ է, սա միայն փոխագործախարներ եկել Իրանի, այո, դրանց համար իրանք էլ ես գիտեմ իրանց եթե Սալավիովը ունենային կարող աստեղ չլսեին չհասկանային ինչ ասում բայց երևի իրանց մոտ էլ կա ինչ որ մի Սալավիով որ այդ ասում էր բայց իրանք ամիջապես դեսպանի շուրթերով հասցրել են Ստացվում է Սյունիքը հանձնում են թրիփով Դե գիտեք ոնց այդ որ ճանապարհը ու այդ տարածքը 47 կիլոմետրը այլևս 74% մերը չի դա փաստա չէ դա փաստա Հիմա դրանից հետո ինչ է տեղի ունենալու, ոնց է այդ ամենը զարգանալու, ով է գալու մտնելու, ում է էլ Թրամփը տալու մասը, ու ինչ ընկերություններ է հրավիրելու։ Իմ կարծիքով, եթե նույնիսկ այդ շինարարական հոլդինգի տնօրենը, որ այսօր երեք նստած էր բանի Դավոսում, եթե այդ ընկերությունը դիմի ասի մենք տենդերին ուզում ենք մասնակցել եւ հաղթի տենդերը Կասեն, հա, հաղթելա տենդերը եկել է, ինչ վատ է մեզ համար, թողան թուրքերը կառուցեն, ինչ ա եղել, շատ լավ է։ Իսկ Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը թուրքական ընկերությունները շինարարական չկառուցեցին։ Իհարկե։
Դե հա, ամենամեծ ես դրա համար ասում եմ, իրանք հրավիրեն իրանց, հետո կսկսվի խոսքը նրա մասին, որ այդ ճանապարհի ընթացքով պետք է ինչ-որ ինֆրաստրուկտուրա նաև լինի, արդեն կա դրա մասին խոսքը։ Բայց ինչ ինֆրաստրուկտուրա պետք է լինի։ Այդ 47 կիլոմետր մենք գիտենք, չգիտենք, դրա մասին էլ խոսք, կոնկրետ խոսք չկա, չէ՞ դրա մասին դեր։ Հա, խոսում են կիբերբան պետք է լինի, էս պետք է երկաթգիծ պետք է լինի, էս պետք է լինի։ Բայց ամենակարևոր խնդիրը նրանում է, որ ես վերադառնալով այն իմ մտքին, որը որ սկզբից ասացի, երբ որ միջազգային համակարգը գտնվում է այսպիսի տուրբուլենտ վիճակում, եւ այն ինչ որ ասում է Մարկ Ստարմերը, վարչապետը Կանադայի, կամ ինչ որ ասում է Սերբիայի նախագահան, այդ իրանք խոհոթից չեն վերցրել, բոլորը հասկանում են։ Հա, նույնիսկ մեր նախագահան ասում էր, որ այ փոքր երկրներ է, բայց իրանք ուժ ունեն եւ այլն, ինչ-որ բաներ էր ասում։ Բայց ամենակարևոր խնդիրը ինչու՞մն է, որ դու չհայտնվես միայնակ այն ուժերի հետ, որոնք որ ուզում են քեզ մասնատել։ Իսկ դու տանում ես դրան։ Գիտակցաբար հիմա տանում ես դրան։ Ու ասում ես, որ նավթ ենք ստանում, դա լավ է։ Այսօր նավթ ես ստանում, վաղը այդ նավթի դիմաց ուրիշ բան են իրանք ուզելու եւ դու չես կարողանալու ասել իրանք ոչ, որովհետեւ ինքը այդ չեմ ասի որ անորակ նավթ է ստանում եւ անասնակեր ցորեն։ Չեմ ասում որակի մասին խոսքը չի։ Նույնիսկ իրանք հերավոր նպատակների մասին այդ Վրաստանի բանով, հա, սոկարը բերել բան դարձնել, մոնոպոլիստ դարձնել այստեղ։ Դրա մասին խոսքը չի։ Եթե դու տեսնում ես, որ այդ երկիրը 20% ծախսում է զինվելու վրա, հարցա չէ ծագում, ինչի համար է դա անում, որովհետև ուզում է այդ ուժը ունենալ, որ եթե պետք եղավ, ուժով էլ պարտադրի։ Հիմա պետք չի ուժով պարտադրել, որովհետև դու դեր անում ես եւ խոստանում ես անել այն ամեն ինչը, ինչ ինքը քեզանից պահանջում է։ Այն ինչի մասին բաց ասեց Ալիևը վերջին ելույթում։ Որովհետև եթե դու այդ ամենը չանես, չի լինի նաև ինստիտուցիոնալիզացիան խաղաղության, առանց ինստիտուցիոնալիզացիայի խաղաղության չի լինի նաև թրիփը։ Իհարկե բավական երկար ենք խոսել ու այնքան հետաքրքիր է, բայց երկու թեմայել ուզում եմ գոնե կարճ անդրադառնանք։ Եկեղեցու հարցում։ Հա 10 հոգու հետ ինչ որ իրավական ուժ չունեցող զրո նշանակություն հայտարարություն կազմեց եւ այլն փուլ գնում է, մտնում է եկեղեցին, էս կանենք եւ այլն, բայց նպատակը պարզ է։ Մենք ինչ չպետք է թույլ տանք։ Եկեղեցին հստակ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցուցումներով է արվում։ Դրա մասին Ադրբեջանի հոգեվոր առաջնորդ Փաշազադեն ասել է Երևանի Ղազիաթի մասին ստեղծելու մասին, մսկիթներ բացելու մասին, մսկիթներ վերականգնելու մասին եւ այլն, եւ ասել է Էջմիածինը ադրբեջանական տարածք է։ Իրենք ասել են Սփյուռքի եւ եկեղեցու հարցերը պիտի լուծես։ Էրդողանն էլ Ալիևն էլ ասել է։ Հիմա մենք ինչը չպետք է թույլ տանք սա։ Ես ուզում եմ սա խոսենք, հետո ընտրություններ։ Դե սա շատ հստակ էր ինձ համար, ես սրա մասին շատ եմ խոսել, որ իրենց նպատակն է ինքնությունը փոխել, հայ ինքնությունը, այսինքն մյուս սերունդները պետքա լրիվ այլ ձև պատկերացնեն իրենց ինքնությունը, եւ այդ պատկերացումներում չպետք է լինի որևէ մի բան, որը որ ըստ ադրբեջանցիների եւ թուրքերի խնդիր է իրենց համար։ Գիտեք, նույնիսկ Վրաստանի հետ հարաբերություններում վրացիք ունեն մի հատ պատմական մարդ թուրքերի հետ, օսմանների հետ 17-րդ դարվա, որը որ շատ կարևոր է եւ հիմա չեմ հիշում կոնկրետ օրը, իմ կարծիքով օգոստոս ամսին էին։ Միշտ նշում էին դա որպես պատմական շատ կարևոր օր իրենց համար։ Եվ մի պահ եղավ, երբ որ Թուրքիայի դեսպանատունը դիմեց Վրաստանի ԱԳՆ-ին եւ ասաց, որ մենք չենք ուզում, որ դուք այդպիսի տոներ նշեք։ Չենք ուզում, որ այդպիսի տոներ նշեք։ Սկզբից հանեցին վրացիք, հետո նորից բերեցին։ Հիմա ինչ են արել ես չգիտեմ։ Բայց այն որ թուրքերը շատ ավելի մեծ նշանակություն են տալիս այդպիսի հարցերին, քան մեզ թվում է, կամ ոմանք պատկերացնում են սիմվոլներին, տոներին։ Չէ, իհարկե, պատմությանը, որովհետև այդպես է, իրանց ինքնությունը ստեղծվել է մեզ մերժելով, մեզ
նույնիսկ ինչ որ չափով եթե լսենք ադրբեջանցիներին, մենք ոչ մի բան չունենք, քոչվոր ազգենք ինչ որ, որոնց Գրիբոյեդով բերստեղ լցրել է, ես իրանց նարատիվն եմ պատմում ձեզ հիմա, որոնք ամեն ինչ գողացել են բանից, թուրքերից, երաժշտությունից, տոլմայից, ամեն ինչ մենք իրանցից գողացել ենք։ Հա, այդ են թուրքերի ռոպագանդան։ Հիմա դու ուրեմն պետք է ստեղծես մի ինքնություն, որը որ պետք է հստակ թուրքերի եւ ադրբեջանցիների մոտ ասի ոնց ասեք մեր պատմության այս բաները էջերը մենք չենք շեշտադրում պետք չի սա թշնամանք է առաջացնում անցյալը ինչի բերենք հիմա բան անենք էլ չասած ցեղասպանությունն է ով է այդ անցյալը տենց հիշում եւ այլն այսինքն մեզ համար շատ կարեւոր խնդիր պատմությունը որը կարեւոր սյուներից է չէ ինքնության հիմա մյուս կարևոր պահը դա սփյուռքն է եւ եկեղեցին այն կարևորագույն սյուներից է ինքնության որը որ Հայաստանի չէ եկեղեցի է դա բոլոր հայության եկեղեցին է սկացանց է այո հայապահպան նշանակության դրա համար հիմա Ավստրիայում են չէ այդ եպիսկոպոսաճողովը անում այո հիմա էլի եղել պատմության ընթացքում որ այլ երկրում է արվել դե պարզ է հիմա եթե դու ճշմարտ տակ ես նույնիսկ խորթային տարիների ժամանակ այդ կամ եպիսկոպոս չէին բանանում ձերբակալում ու հետապնդվում այո ԱԱՑ-ով բանով հիմա ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ ինչ կամով այս ամենը խախտում է սահմանադրությունը որովհետև հստակ սահմանադրության խախտում է տեսեք դեկտեմբերի 9-ին Մակրոնը մեծ շուկով տոնում էր 120-ամյակը որ իրանք ի վերջո 100 տարի հեղափոխությունից հետո 1905 թվին ընդունեցին օրենք, որը կոչվում է Լեյսետե, եւ դա օրենք է, որով սահմանվում են պետություն եւ եկեղեցի հարաբերությունները, առանձնացում են եւ սահմանվում են այդ բոլոր հարաբերությունները։ Տարբեր երկրներ հետևել են այդ մոտեցումը, չէ՞, ասել են մենք էլ ենք հետևում այդ մոտեցումը։ Մեր սահմանության մեջ այդ գրված է։ Հիմա ոնց կարող է սահմանության խախտում չլինի, երբ որ եկեղեցու որոշումը դուք ասում եք որ մեր հանրապետական դատարանը այլ ձև է բանանում մեկնաբանում կամ որոշում կայացնում կամ մենք չենք ճանաչում մեր հանրապետական բանը մեր իշխանությունները չեն ճանաչում վեղափարին նախ սկսենք դրանից որ հայոց եկեղեցում եթե դու արդեն ասում ես որ վեղափարին չես ճանաչում ինչ ուզում ես մտածես վեղափարի մասին բայց չես ճանաչում դու ամբողջ եկեղեցին չես ճանաչում որովհետև այդ վեհապարնա չէ օծնել բոլոր այդ 10 տիրադավներին ում հետ բոլորին որ եկեղեցի գնում ես ինքն է օծնել հիմա դու փաստորեն դու ասում ես դու մերժում ես ես չեմ ուզում հիմա խորանալ այդ կրոնական բաների հարցերում բայց դու խախտում ես այդ ամենը եւ շարունակում ես այդ անել որովհետև դու ստացել ես դրսից ուրեմն կա պահանջարկներից մեկը դա է, որովհետև դրանով նաև թույլատնելու ես սփյուռքը, որովհետև իրանք ինչ են ասում են որ պետքա Հայաստանի լինի եկեղեցի։ Հայաստանիաց, այո, հիմա եկել է։ Դասագրքերը փոխեցին, հայոց պատմությունը սարքեցին Հայաստանի պատմությունը։ Այս նույն շարքից է։ Որովհետև թուրքերի համար ամենամեծ խնդիրը միշտ եղել է հայկական սփյուռքը, ադրբեջանցիների համար էլ իրանք տեսնում են որ մեր միակ ուժը Եթե մենք ուժի մասին ենք փոքր պետության ուժի մասին է խոսում մեր նախագահան ինքը այդքան բանը պետք է հասկանա ոնց որ մեր ուժը դա մարդկային կապիտալն է որը այսօր ֆրագմենտացված է որի նույնիսկ 10%-ը չի օգտագործվում նույնիսկ 10%-ը չի օգտագործվում 5%-ը երևի չի օգտագործվում Դե Զարե Սինանյանով բանով քանդեցին սփյուռքում էլ քանդում են հետապնդումներ այդ ամեն դա եւ ամենակարևորը նաեւ ինքը տեսնում է որ քանի որ վեհապարը ինչ որ ձևով թե Արցախի հարցում թե նույնիսկ երկրորդ նախագահի ոնց որ ձերբակալման ժամանակ կարող է սխալվեն, բայց ինքը ինչ որ հայտարարություններ արեց, որ կարող է պետք չի բան անել, հա։ Ընդհանրապես եկեղեցին դիրքորոշում արտահայտել է ու այլ եմ ասում, եթե չարտահայտեր մենք որպես հետևորդ եկեղեցու կասեինք, ինչու ես լռում եկեղեցի։ Վեհապար ինչու ես լռում։ Հիմա այդ մի կողմ, բայց ինքը նաև հասկանում է, որ երբ որ հարցումները նայում ես ինչ որ հարցում տեսել եմ սոցիոլոգիական, ամենամեծ ուրեմն հեղինակությունը
ունի եկեղեցին։ 70-ից Ինքը եթե 80% տեսնում է, որ դա կարող է պատահի ազդի ընտրությունների ժամանակ, հա, Արցախը, Սփյուռքը եւ այլն, ուրեմն դա ոչ միայն նրա համար որ Էրդողանն եւ այլն, իր համար էլ է դա խնդիր, ինքը այդ խնդիրն էլ է փորձում լուծել։ Դա էլ է կարևոր իր համար։ Եվ ինձ համար շատ երևի անհասկանալի է ինչու գիտեք սկսեց ինչ որ խոսել սկզբից բանը, հա, կուսակրոնության մասին, հետո կուսակրոնությանը մի կողմ չի աշխատում է։ Չի աշխատում, անցավ գործակալ են, չգիտեմ, անցավ հիբրիդային, հիմա էլ ասում են հիբրիդային, եկեղեցու միջոցով ասում, իր մասին Արարատ Միրզոյանը գործակալ չէ ինքն էլ խոստովանել է, իրենց, ասենք, բանը թիմում Թուրքիայում վերապատրաստում անցած, դասընթաց անցած, կարող եմ կարծել, որ գործակալ են։ Գիտեք, ես մասնագետ չեմ, ես չեմ կարող։ Այսինքն գործակալները գործակալ են։ Ես կարամ մի բան հստակ ասեմ, տեսեք, մեզ ինչ ապացույց են ներկայացրել հանրությանը։ Մի հատ ինչ որ քաղված կա, որտեղ հայերեն լեզվով գրված է, որ իրանք ինչ որ գործը ստացել են, որովհետև եթե ինքը գործակալ էր, ինել եղբայրը, հա, ոչ թե Եզրասրբազանը։ Ինքը երբ որ դեր ժամանակ դեր Լենինգրադի թեմը երբ որ բացվեց, դա չեմ հիշում 80 հենց այդ թվերին էր, 88 թվին էր ոնց որ։ Ուրեմն ինչ ալտեղ ասված, որ 86 թվից մինչև 88 թիվը ինքը եղել է գործակալ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ես չգիտեմ, ես չեմ պատկերացնում, ես մասնագետ չեմ ելույթ ասում, բայց ինչքան ես ուսումնասիրել եմ, թե խորհրդային ԿԳԲ-ի աշխատանքը, թե Միացյալ Նահանգներում, այնտեղ չի որ այնտեղ չի եղել այդպիսի դեպքեր եւ գործակալներ չեն եղել, ենել հիմա որ ասես այդ անունները տալիս ես, ասում եմ ոչ, դա էլ ա եղել գործակալ Միացյալ Նահանգների բանի հատուկ ծառայությունների, այո, եղել են։ Հիմա բայց ես չեմ հիշում այդպիսի բան, որ գրված լինի կամ ասված լինի, որ 2 տարով կոնտրակտ են կնքում ինչ որ մեկի հետ։ Դա անհետեցություն է, ընդհանրապես։ Ոնց է 2 տարով եկել է, ասել է 2 տարով ձեզ մոտ գաղտնի գործակալ եմ լինելու։ Տենց բան չկա, ես շատ կզարմացնեն ինձ, եթե ես շատ եմ խնդրում մասնագետի բերեք, որը որ այդպիսի թղթաբանության հետ գործ ունեցել, որ ինքը ասի, տենց բան հնարավոր է ընդհանրապես, թե չէ։ Հիմա ասենք թե եղել է գործակալ եղել, ասենք թե ենթադրենք, որ եղել է։ Հիմա թեմի բացվելու բանով ինչ որ մտել է ինչ որ բանի մեջ, իրանց ասենք թե ենթադրեցի։ Հիմա հարց։ Ինչու ես դու միայն այդ մի գործը խորհրդային տարիների բացահայտում, ինչու չես բացահայտում բոլոր գործերը։ Որովհետև դու դա պահում ես, որ դու ընտրյալ բանու ձևով, որպես քաղաքական գործիք, ում ուզես կարողանաս ուզես ասես գործակալա։ Հա, կամ ասես գործակալը, կամ իրոք գործակալ ա եղել, ասես այս գործը կա, բայց ես չեմ բացահայտում։ Տեսեք, եթե մենք ժողովրդավարություն ենք, մենք երկու ճանապարհ ունենք։ Կամ պետք է ամբողջությամբ լուստրացիա լիներ այդ բանը։ Եվ երևի հարցը դրված էր 91 թվին, ես չգիտեմ, էլի մասնագետ չեմ, մասնագետները ՀՇ-ից այն ժամանակվա կարող է ասեն ոնց ա եղել, ինչ ա եղել։ Բայց երևի իրանք տեսել են, ասեն եթե մենք էս բացահայտենք, այս փոքր երկիրը դառնալու է բան, իրար թշնամի են դառնալու։ Ավելի լավ է ամբողջը փակ պահենք։ Էնել հնարավոր է, կան երկրներ, խոսքի օրինակ Արևելյան Եվրոպայում, որոնք որ որոշեցին բացել եւ այլն եւ այլն, չէ, բայց կան երկրներ, որոնք որ չեն բացել։ Խոսքի օրինակ ԳԴՌ-ը բացեց ամբողջությամբ, բացա, շտազի բոլոր բաները բացել են, այդ ամենը կա։ Բայց դու կամեն եք անում, բայց ոնց է հնարավոր, որ վարչապետը կարա էնել 88 թվի ինչ որ մի քաղվածք մեզ ներկայացնի ու ասի, որ սա հիմա գործիքը հիբրիդային պատերազմը։ Զավեշտը նրանում է, բայց պարոն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի կայքում տպում է թուղթը, այդ անպետք թուղթը տպում է, վերագրում է, որ իբրև թե ԱԱԾ-ն է տվել, ԱԱԾ-ն Factor AM կայքը դիմում է
ԱԱԾ-ին ասում էին տրամադրի դրանք, ասում է պետական գաղտնիքա չենք կարող տրամադրել, հա, իր վրայից գցում է ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ն իր վրայից գցում է։ Հարցածակում Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի կայքին, հա, որը ինչ որ ճկլասի կայք է, իրան տալիս եք, ֆակտորը ԵՄ-ը, որը լուրջ մեդիա է, չեք տալիս, այսինքն ընտրողաբար եք վերաբերվում։ Եվ ամենակարևորը, հա, այստեղ շատ հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը հետո ԱԱԾ-ին, ԱԱԾ պետը հետո պատասխան է տալու դրա համար վերջի վերջը, ով ուզում է լինի, երբ ուզում է լինի։ Ինքը ասում է ԱԱԾ-ն է այդ թուղթը տրամադրել։ ԱԱԾ-ն ասում է ոչ, ինքը ասում է ԱԱԾ-ն է տրամադրել։ Այստեղ շատ լուրջ բան կա, ԱԱԾ-ն հասկանում է ինչ վտանգավոր բան է։ Այստեղ նույն խնդիրն է, որ մենք չունենք հանրապետություն, որովհետև հանրապետությունում այս կամ սահմանությունը խախտումներից հետո ինչ որ մի մարմին, չգիտեմ, դատական համակարգից, ել չեմ ասում, որ ամբողջությամբ ուրեմն օրենսդիրը իր ձեռն է, գործադիրը իր ձեռն է, ամբողջությամբ իր ձեռն է։ Հիմա ոչ մեկ այդ հարցը չի բարձրացնում, որ սա սահմանադրության խախտում է։ Այսինքն եթե սահմանադրության բարձրացրել են, նույնիսկ ասել են ազգային ժողով, ընդդիմություն, ազգային ժողով իմպիչմենտի process սկսեք։ Սահմանադրության նկատմամբ ոտնձգություն անընդհատ լինում։ Կարող եք անել process սկսել։ Ես դրամայել ասում եմ, որ ես հիմա չեն կարող անել, ինչու չի լինում, ես դա ինչի է դարկում, ինձ է դարկում այն փաստը, որ փաստորեն մենք ունենք կիսա ավտորիտար կամ նույնիսկ ավտորիտար, որը որ կվազի ժողովրդավարական ինչ-որ բաներ է օգտագործում, որ դրսում ցույց տա, որ ժողովրդավարություն է, բայց մենք չգիտեմ ինչու ասում ենք, որ սա հանրապետություն է։ Սա հանրապետություն չի։ Հանրապետությունում պետք է լինի անկախ եւ ազատ դատական համակարգ, մենք ունենք ի վերջո, չգիտեմ, սահմանադրական դատարան։ Ես չգիտեմ ինչա պետք, որ քաղաքացիները դիմեն սահմանադրական դատարան եւ ասեն սահմանադրությունը խախտված է։ Մենք ճշտենք, թող միգուցե այդպես կարող է ինչ-որ process։ Գիտեմ ես, բայց ես չեմ պատկերացնում, տեսեք Միացյալ Նահանգներում այլ տեղ է սահմանադրությունը խախտում է, պարտադիր չի որ դա հենց ընդդիմությունը հարցը բարձրացնի պարլամենտում կամ այնտեղ քաղաքացիները կարան բարձրացնել այդ հարցը։ Միգուցե մենք էլ կարող ենք դա անել, հետաքրքիր հարց եք ես ուղղակի չեմ հասկանում, ինչու միջև հիմա այդպեսի հարց չի ձևավորվել, որովհետև եթե կարելի է սահմանադրությունը խախտել, ուրեմն չկա սահմանադրություն։ Եթե սահմանադրություն չկա, ուրեմն կա մի մարդ, որը ամեն ինչ որոշում է։ Եթե դա չկա, ուրեմն դու էլ չկաս։ Եթե պետություն չկա, սահմանադրություն չկա, Փաշինյան ուրեմն դու ով ես ընդհանրապես։ Հիմա ուժեղ է, ինքը այդ կարա անի, ուսանում է եւ այլն, խաղաղությանը տան, թողեք աշխատեն, թողեք տանի մինչեւ վերջնակետ խաղաղությանը վերջո։ Ես լսում եմ ինչ որ մարդիկ կան, որ այդպես բաներ են ասում։ Ես իրանց ինչ եմ ասում։ Տեսեք, եթե մենք լինելու ենք թույլ ավտորիտար երկիր, ավելի հեշտ են մեզ այդ սեղանին, էլի ցիտեմ Մարքս Տարմերին, այսօր մի քանի անգամ ասել եմ, մենք լինելու ենք ուտեստ այդ սեղանին։ Ավելի հեշտ է ավտորիտար երկիրը տենց բան անելը։ Ինչու՞, որովհետև ավտորիտար երկիրը մեծ հաշվով ժողովրդի լեգիտիմությունը չունի։ Մեծ հաշվով լեգիտիմությունը չունի։ Այսինքն լեգիտիմությունը ոչ թե լեգալ ձևով կարող է ձևավորվել, ինձ ընտրել է ժողովուրդը, որը 25%-ն է ծրագիրը խոստումը չես անում, ծրագրի շեղվում ես, որ տարվես դու լեգիտիմություն չունես։ Լեգիտիմությունը ըստ Մաքս Վեբերի լրիվ ուրիշ գաղափար է, չէ՞, դու ես ասում եմ, քեզ ով է հիմա վստահում, որ դու իր տեղը կարաս ինչ որ որոշում կայացնես։ Դու գնում ես 100 տարվա որոշումներ ես կայացնում ինչ որ։ Բայց ով է քեզ այդ իրավունքը տվել, որ դու ապագա սերունդների համար գնաս ասես, որ այս սենց է ճիշտ երկրի համար։ Չէ՞ որ դու ասում ես դու ժողովրդավար ես։ Իսկ եթե դու ժողովրդավար ես, դու հասկանում ես, որ դու չես մնալու, չէ՞ հավերժ իշխանությանը։ Ավելին, եթե ուժայինները չլինի դրսի աջակցությունը, ինքը, չգիտեմ, 10% կունենա, թե չէ ընդհանրապես։ Դե ես այդ եմ ասում, եւ երբ որ հայտնվում է ճգնաժամում այդպիսի ավտորիտար ռեժիմը, ինքը չի կարողանում գոյատևել։ Եվ վերջում շատ կարևոր հարցեր էլի բարձրացրեցիք, պարոն Մարտիրոսյան, եւ վերջում ընտրությունների են պատրաստվում ընդդիմության որոշ շրջանակներ, որոշ ուժեր դեռևս չեն հայտարարել իրենց մասնակցության ձևաչափի մասին, դաշինք թե առանձին մասնակցություն, կոչեր են հնչում, որ պետք է ընդդիմությունը մեկ ճակատով պետք է հանդես գա, կարծիք կա, որ նաեւ դա ճիշտ չէ, պետք է 2-3 ճակատով նույնիսկ, արդեն իսկ տեսնում ենք
արտաքին ուժերը, այդ բոլոր շահագրգիռ կողմերը ամեն ինչ անելու են, որ Փաշինյանը լինի, որ իրենց ծրագիրը վերջին հասցնեն։ Սա մենք հասկանում ենք։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը, ինչպես այո իմ զրուցակիցներն են նաև ասում, սա սովորական ընտրություն չէ, սա ճակատագրական ընտրություն է։ Այսինքն գուցե ըստ ներքին ինֆորմացիաների, օրինակ ասում են Միացյալ Նահանգները համարում է, դեսպանատունը համարում է, որ արդեն Փաշինյանը ընտրված է 31 թվի մասին են մտածում, իսկ մենք պետք է մտածենք, մենք ընդհանրապես լինելու ենք, մինչև դա թե չէ։ Հիմա հարց, որ ձևաչափն է ճիշտ, որ մարտավարությունն է ճիշտ, ինչ պետք է անի ընդդիմությունը, որովհետև հիմա այլևս սիրում եմ ընդդիմության էս մեկին, այն գործին, այն չգիտեմ ինչին, բարձրաձայնը, ցածրա, չգիտեմ, բոյովա կարճա, ինձ չի հետաքրում։ Մենք արդեն հարց ունենք լուրջ։ Դե շատ ես քաղաքագետի կրթություն ունեմ նաև, ես խոսեմ որպես բանակցող, հա։ Բանակցային խնդիր է, ինչպես են տեսնում։ Այսինքն առաջի հերթին մենք նայում ենք ինչ սցենարներ կա ընդհանրապես։ Կա 3 սցենար։ Սցենար 1 եւ հավանականությունները ասեմ հիմնավորեմ։ Սցենար 1 Փաշինյանը եւ ԿՊ-ն ընդհանրապես չեն անցնում։ Դե տեսականորեն հնարավոր է։ Բայց հավանականությունը համարյա 0 է, որովհետև ինքը ունի admin ռեսուրսը եւ միայն այդ admin ռեսուրսով ոստիկանություն, ԱԱՑ, ուժեր, արտաքին ուժեր, ամեն ինչ եւ այլն այդ ցանցը ամբողջությամբ դա առնվազն իրան տալու է հնարավորություն ամեն դեպքում ընտրվել։ Հիմա ինչ տոկոսով ես չեմ կարող ասել։ Դրա համար ես ասում եմ այդ սցենարը 0-ի է համարյա հավանականությունը, որ ԿՊ-ն չի անցնելու։ Երկրորդ սցենարը երկրի համար շատ վատ սցենար կրկնվում է 21 թիվը։ Այսինքն ոչ միայն վերընտրվում է, այլ վերընտրվում է եւ թե փոքր ինչ որ այլ կուսակցություններ անցնում են, որոնք իր գրպանային այսպես կոչված ընդդիմությունն են, իրանք ձևակերպում են կոալիցիա, նույն մեծամասնությունը սահմանադրական, այսինքն ինչ ուզեն կանեն, այսինքն իրանք նորից այդ մոնոպոլիան, այո, արբանյակ ուժերով մտնում է, այո։ Բոլոր թևերի վրա մոնոպոլիան իշխանությունը պահում է եւ այլն։ Եվ դա թույլ է տալիս իրան անել ամեն ինչ, ինչ որ պահանջվում է դրսից, արդեն ոչ մի բան չկա դեմա, էլի, որ ասես թե ինքը երկար 5 տարվա բան ունի, վազք ունի, այդտեղ 5 տարում շատ բան կարելի է հասցնել, որ անհետադարձ լինի այդ փոփոխությունները արդեն վերջ։ Եվ երրորդ սցենարը։ Երրորդ սցենարում ուրեմն անցնում են մեծ թվով ուրեմն անդիմությունը, ինքը կազմում է փոքրամասնություն, որը որ շատ վտանգավոր է իր համար, որովհետև մեծամասնությունը կարա նաև տարբեր ձևերով վարչապետությունից եւ այլն եւ կա մի այլ սցենար, որտեղ ոնց որ պարիտետ է ինչ որ ձևավորվում, այսինքն ոչ մի կողմ տենց էլ մեծամասնություն չի, սրանք ունեն 40%, 45% սրանք էլ ունեն ինչ որ sense ինչ որ ուխառը ինչ որ կուսակցություններ կան նաև, որոնք որ հայրստեղից են, հայլնդեղից են, այդպիսի բաներ էլ լինում պարլամենտական համակարգերում։ Հիմա որ սցենարով ենք մենք շարժվելու եւ որն է, եթե ես ընդդիմության տեսակետից եմ։ Իհարկե ճիշտ կլներ, ճիշտ ձևով բանակցել եւ ամենափայլուն իր իդեալական ուրեմն տեսքը կլներ, եթե բոլոր ընդդիմադիրները, բոլորը ընտրեին, ասեին, էս մի ուժի շուրջ մենք համախմբվում ենք եւ այդ ուժը գնում է։ Բայց դա հնարավոր չի։ Ինչու հնարավոր չի, ես չեմ ուզում հիմա խորանալ, այդ տարաձայնությունները չեն կարողանում բանակցել, ամբիցիաներ, նախկիններ եւ այլն, դուք ավելի լավ պատկերացնում եք եւ ձեր լսարանները լավ պատկերացնում է, թե ինչ է տեղի ունենում։ Եթե դա հնարավոր չի, երկրորդ տարբերակը հետեւյալն է։ Առաջինը, անդիմությունը պետք է առաջարկի մի պլատֆորմ այլընտրանք իշխանությունների եւ ոչ թե գնա ընտրությունների, գիտեք, իրանց ծրագրով ասի, այ եթե ես վարչապետ լինեմ, այս հարցը սենց եմ կարգավորելու, այս հարցը նենց եմ կարգավորելու։ Որովհետև շատ ցածր է հավանականությունը, որ նորաստեղծ ինչ որ կուսակցություններ կարող է պատահի ամիջապես հենց այդպես բոլոր ձայները հավաքեն գնան։ Միևնույնն է, իրանք կոալիցիա պետք է հետո ստեղծեն կամ ինչ որ մի տենց բան լինելու, ամենահավանականը է դա։ Բայց ինչա պետք պլատֆորմ, նույն պլատֆորմ։ Այդ պլատֆորմը պետք է շատ հստակ հնչողություն ունենա եւ ընտրոյի համար հստակ լինի, որ եթե ես որևէ մի կուսակցության այս պլատֆորմից, այս նախընտրական կոալիցիային ձայն եմ տալիս, կապ չունի որ մեկին։ Ես ձայն չեմ տալիս իշխանությանը։
Եվ իրանք պետք է գան այդ համաձայնությանը, որ այդ պլատֆորմով տակտիկական հարցը երբ պետք է հայտարարեն դա, որովհետև մյուս կողմն էլ մտածում է ոնց քանդի ձեր կոալիցիան, չէ՞։ Ես նորից որպես բանակցող եմ ասում։ Դրա համար ես չեմ ուզում խորանալ տակտիկական հարցերում ընդհանրապես։ Բայց այն որ դա պետք է արվի, եւ դա առաջերտին կապահովի ավելի բարձր մասնակցությունը, որովհետև ընտրողն էլ տեսնելով որ իրոք կայլընտրանքը խելքը մոտիկ բան են ասում, սա ավելի լավ է կամ ինչ որ մի այլ բան։ Բայց ինչ պետքա լինի այդ այլընտրանքը։ Այդ այլընտրանքը ելի եմ ասում, ոչ թե պետքա լինի որ ես գամ այս ծրագիրը կանեմ, հենց որ իրանք մտնում են այդ դաշտ, իրանք բացում են հնարավորություն իշխանություններին ասել դե եկեք մեզ հետ եկեք դեբատների։ Հենց որ դու մտնում ես իրանց հետ դեբատների, դու ոնց որ հավասարացնում ես, հա, իմ ծրագիրն է, իրանց ծրագիրն է։ Իսկ ես ասում եմ, չկա Փաշինյանի ծրագիր։ Չկա Փաշինյանի ծրագիր։ Անդիմության համար չպետք է լինի որևէ Փաշինյանի ծրագիր։ Ես իր հետ քննարկում եմ իր ծրագիրը, ուրեմն ես ինչ որ ձևով լեգիտիմացնում եմ, չէ, ասում եմ, սա կա, սրա հետ ես համաձայն չեմ։ Ուրեմն ինչ պետքա լինի դե այդ պլատֆորմի մոտեցումը։ Այդ պլատֆորմի մոտեցումը պետքա միակ բան լինի։ Մենք գնում ենք, որպեսզի վերադարձնենք հանրապետություն։ Հանրապետություն։ Գնում ենք դրա համար, որ խաղի կանոնները փոխենք, այս իշխանություններից ազատվենք, խաղի կանոնները փոխենք, հետո նոր ընտրություններ թող լինեն, բայց խաղի կանոնները պետք է փոխվեն, որ լինի հանրապետություն։ Որովհետև անձի մասին չի հասկանում եք, շատերը թվում է, որ նորից նույն սխալը, որ ինչ որ մեկը լավը, որ գա սրան փոխարինի լավ կլինի։ Տենց բան չկա։ Եկեք ինստիտուտների մասին խոսենք։ Եկեք խոսենք դրա մասին, ինչն է հիմքում հանրապետության։ Ճշտում կատարեմ։ Երբ որ ասում եք պլատֆորմ, հա, դա ինչ է նշանակում, որովհետև էլի չի ստացվում, որ միջակայքը, չէ, պլատֆորմի կարգավիճակն եմ ուզում հասկանամ ու ինչպես են միավորվելու ըստ ձեզ այդ քաղաքական։ Իրանք գնում են առանձին, բայց իրանք ունեն մի խնդիր, որի այդ հարցի շուրջ իրանք բոլորը նույն կարծիք ունեն։ Ու նշանակություն չունի ՀՇՆ-ը, Դաշնակեն, ով են, ուտեղ ինչն է կարևոր, այդտեղ ամիջապես պարզ կլինի, ով որ չի միանում դրան։ Պլատֆորմը դաշինք է լինում, ուզում եմ հասկանալ։ Այսինքն մի դաշինքով են գնում, մի պլատֆորմ, չէ։ Ընտրական դաշինքով չեն գնում։ Բայց պլատֆորմը ուղղակի իրանց հայտարարությունն է, բայց ինքը համընկնում է, բոլորինը նույնն է։ Մենք գնում ենք դա համար, որ հանրապետություն վերադարձնենք դες։ Հիմա մարդիկ կան ասում են այս սրան չեմ վստահում, որ ինքը դա կանի, բանանի, ես սրան եմ նախընտրում։ Դուր իրան ձայնը, կապ չունի։ Բայց մի տուր ձայնը ոչ Փաշինյանին, ոչ իր գրպանային անդիմությանը։ Այո։ Այդ է խնդիրը։ Եթե դա չարվի, այսինքն դու չստեղծես, ես հիմա տեսեք կոալիցիա բառն եմ օգտագործում, բայց դա չի նշանակում, որ ընտրական, հա, ինչ որ կոալիցիա են ստեղծում, մի ինչ որ մի դաշինք են ստեղծում, ոչ, այդ պլատֆորմա։ Մենք ասում ենք, ոնց որ գիտեք, տեղի ունեցավ ժամանակին Վրաստանում, երբ որ իրանց մոտ համախմբվեց ամբողջ անդիմությունը եւ ասում էին Վրաստանը առանց Շևարդնաձեի։ Դու համաձայն ես այս հարցի հետ։ Հայաստանը առանց Փաշինյանի, առանց ԿՊ-ի։ Համաձայն ես, անդամագրվի։ Այստեղ իհարկե մի խնդիր կա, էլի տակտիկական, որ նաեւ Փաշինյանն ենք լինելով շատ խորաման քաղաքական բան, հա, իրանք կարող են նաեւ ստեղծել ինչ որ արագ հիմա կուսակցություններ բաներ, որոնք որ կսկսեն որպես անդիմախոս, ես ոչ նախկին եմ, ոչ նիկոլական եմ, բան եմ, սրանցել եմ քննադատում եւ այլն, բայց դրանք ստեղծվելու են դրա համար, որ եթե իրանք անցնեն, իրանք պարլամենտում անմիջապես փոխելու են գույնը, անցնելու են ԿՊ-ի կողմ։ Որպեսզի այդպիսի բան չլինի, դրա դեմ էլ կա խաղ։ Բայց ես էլ եմ ասում, պետք է մտածել այս հարցը այնպես կազմակերպվի, որ համ մասնակցությունը բարձր լինի։ Այդ դեպքում ուրեմն այդ admin ռեսուրսի բանը, այո, տանից դուրս գա։ Ես դրա մասին շատ եմ խոսել տարբեր տեղեր, հիմա ես նույնիսկ չեմ ուզում կրկնվել եւ իմ կարծիքով արդեն շատերն էլ դրա մասին խոսում են։ Այն որ իրանք փորձելու են փոշիացնել դաշտը, դա հաստատ ուրեմն աշխատելու են երիտասարդության հետ, հիմա նվագախումբ է ինչ որ ստեղծել։ Հա, դիսկացի կայանում։ Հա, եւ այլն, բայց այդ ամենը ոչ մի բան չի նշանակի, եթե անդիմությունը այդ այլընտրանքը, հա, բայց հարցրելու են, չէ, ասելու են, ասում եք Հայաստանը առանց Փաշինյանի, բայց ինչպիսի Հայաստան։ Իմ պատասխանը հետեւյալն է՝ հանրապետություն, որտեղ դու լինելու ես ազատ քաղաքացի, որովհետեւ առանց հանրապետության դու ոչ ազատ քաղաքացի ես, ոչ էլ արդարություն կա այս երկրում։ Շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույցի համար, պարոն Մարտիրոսյան, ինչպես միշտ, այսպես շատ հետաքրքիր էր։ Հուսամ անդիմությունը
կրկին հետևություններ կանի եւ մենք դեռ այս թեմաներին առաջիկայում էլի կանդրադառնանք։ Շատ շնորհակալ եմ։ Դե շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ իմ զրուցակիցներ բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան CM Partners ընկերության ավագ խորհրդատու Բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը։ Կհանդիպենք, հաջողություն ձեզ։ Thank you.